Արդյոք Yandex-ը չի վերածվում մոնոպոլիայի Հայաստանում։ Մեր պրոդուկտներից Հայաստանում օգտվում են մոտ 1.1 միլիոն ունիկալ մարդ։ Չորնե զերկլը չենք ունենալու։ Black Mirror-ի համարյա թե ամեն մի սերիային մենք շատ մոտիկ ենք։ Արդյոք Ալիսան մեզ մշտապես չի լսում եւ մեր տվյալները ինչ որ միտեղ չի փոխանցում։ Երբ որ մենք տեսնում ենք, որ հեռախոսի ակումուլյատորը բավականին քիչ լիցք է մնացել, նորից թանկացնում ենք, որպեսզի մարդը արագ պատվիրի։ Որպեսզի ծառայության որակը բարձրանա, իրենք պարտավոր են գնահատել։ Մենք մեր տեղեկատվական հարթակում կբլոկավորենք տվյալ վարորդին։ Բոլորը հատուկ ընտրված հնդիկներ են, որոնք չեն խոսում ոչ ռուսերեն, ոչ անգլերեն, ոչ էլ հայերեն։ Բա գիտեք, Yandex-ը հայկական է։ Որովհետեւ այնտեղ հայերեն են, չէ՞, Ես սկսենք նայել, որ Yandex-ի բադիմացի յանը ինչ է նշանակում։ Վաու։ Կարելի է հասկանալ, թե ինչից է բաղկացած գինը։ Իրանք երես չեն առնում, չեն նստում ձեր գլխին։ Դա կբերի նրան, որ մարդկանց մեծ մասը Բնան աշխատավայրում։ Ողջույն, դուք դիտում եք Homodeus-ը, այսօր մեզ համար արտասովոր թողարկում է, որովհետև ունենք հետաքրքիր հյուր, այսօր իմ հյուրն է Արամ Մխիթարյանը։ Ողջույն Արամ ջան։ ողջույն Դավիթ ջան։ Ոնց եք։ Հիանալի։ Մենք անցնենք դուի, որովհետև մինչև մեր եթերը պայմանավորվեցինք, որ խոսելու ենք դույով, որովհետև այդպես ավելի հարմար է եւ կարծում եմ դա ավելի համապատասխանում է Yandex-ի մշակույթին, որովհետև ձեզ մոտ հորիզոնական ու բաց մշակույթ է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Այո, ընկերությունում բավականին հորիզոնական ոչ հիերարխիկ մշակույթ է եւ ընկերությունում ընդունված է, որ անկախ պաշտոններից բոլորը իրար դիմում են դույով։ Դույով։ Մենք դեռ կանրադառնանք Yandex-ի ներքին մշակույթին, այսօր մեր եթերի ընթացքում շատ հետաքրքիր ծավալվելու ենք Yandex-ի շուրջ, բայց ինձ հետաքրքրում է որտեղից դուք եկաք ու ոնց եղավ առաջարկը։ Բոլորին հետաքրքրում է ոնց է լինում, որ տարածաշրջանի խոշորագույն ընկերությունից առաջարկում են գալ որպես CEO Հայաստանի համար, Հայաստանի ամբողջ Yandex-ը, եթե չեմ սխալվում, առաջին անգամ է, չէ՞, տարածաշրջանում, որ ստեղծվել է երկրի առանձին Yandex-ի մասնաճյուղ, որտեղ հենց կոչվում է Yandex Armenia։ Այո, դա առաջին փորձն է։ Ես փորձեմ ավելի մանրամասնել, որպեսզի բարձ լինի, թե ինչի մասին ենք խոսում։ Սկսեմ նրանից, որ ես ունեմ մոտ 20 տարվա ղեկավարման եւ տեխնիկական փորձ, քանի որ ես ինքս ինժեներ եմ, երկար տարիներ 90-ականների վերջերից աշխատել եմ ՏՏ ոլորտում։ Երկար տարիներ ունեցել եմ իմ կողմից ստեղծված ընկերություն, կարելի է ասել, որ հանդիսանում եմ սերիական entrepreneur, Իսկ մի քանի ընկերություն։ Այո, մի քանի ընկերություններ, բայց այդպես էր ստացվել, որ 2023 թվականի վերջում ես ինքս իմ համար որոշում էի կայացրել, որ ես ուզում եմ իմ հիմնական ընկերության օպերացիոն ղեկավարումից դուրս գալ, ուզում էի որոշակի ժամանակ տրվել իմ մտքերին, հասկանալ ինչով եմ ուզում զբաղվել դրանից հետո, որովհետև ի վերջո մոտ 18 տարի է, որ զբաղվում էի իմ ստեղծած ընկերության ղեկավարմամբ։ Իհարկե շատ երկար չհանգստացա ընդամենը 2 շաբաթ։ Այսինքն ուզում էիր դուրս գալ, արձակուրդ վերցրեցիր ու հետո առաջարկել։ Որոշում կայացրեցի, որ այլևս չեմ ուզում զբաղվել օպերացիոն ղեկավարությամբ, ուզում եմ մասնակիորեն վաճառել իմ ընկերության, բաժնեմասը կատարեցի հետևյալ քայլերը եւ միայն դրանից հետո շատերը մտածում են, որ ես թողել եմ իմ սեփական բիզնեսը այն պատճառով, որովհետև ստացել եմ լավ առաջարկ, բայց դա եղել է հակառակը, այսինքն ես այդ որոշումները արդեն կայացրել էի, իրագործել էի եւ քանի որ Yandex-ի հետ ունեինք բավականին լավ գործընկերական հարաբերություններ, իմ ընկերությունն էր աշխատում Yandex-ի հետ եւ ես երկար ժամանակ եղել եմ ընկերության կողքին 2-3 տարին մեկ ճիշտ ասած առաջարկ ստացվում էր այսպես թե այնպես որոշակի, բայց ինձ այդ առաջարկները հետաքրքիր չէին։ Այս անգամ առաջարկը այնպիսին էր, որը ինձ հետաքրքրեց։ Եվ ինչու։ Սա առաջին փորձն էր Yandex-ի պատմության մեջ, որ պետք է ստեղծվեր մի նոր ինստիտուտ, ինչն է երկրի ղեկավարը։ Շատերին կարող է թվալ, ինչ նորություն կա այդ հասկացողության մեջ, բայց պատմականորեն այնպես էր ստացվել, որ մեր ընկերության ամեն մի ուղղվածություն, ամեն մի ծառայություն ինքը աշխատում էր անկախ, այսպես ասած, բիզնես վերտիկալների միջոցով։ Նա ինչ է նշանակում։ Yandex տաքսիներն իր ղեկավարը եւ աշխատում էր իր ղեկավարի միջոցով Yandex-ի սնունդի առաքման ծառայությունը առանձին, չգիտեմ, քարտեզներ առանձին, ամեն մեկը առանձին։ Եվ քանի որ ընկերության ներսում կար կարծիք, որ բոլոր այն երկրներում, որտեղ որ կան
բազմաթիվ քանակի ծառայություններ, այդ ամենը ղեկավարելու, կանոնակարգելու, պետության հետ կապերը ավելի ճիշտ մակարդակի վրա դնելու, ամրապնդելու, ինչու՞ չէ նաև PR-ի տեսանկյունից ավելի հասկանալի, մեկ մուտք եւ մեկ ելք ապահովելու համար կար միտք, որ ցանկալի է կատարվի փորձ նմանատիպ երկրի ղեկավարի ինստիտուտ ներդնելու։ Եվ ես եղա այն առաջին մարդը մեր ընկերության ամբողջ միջազգային այսպես ասած երկրների ցանկում, որ եկավ այդ ինստիտուտը ներդնելու, իզնից հետո արդեն իհարկե մենք ունենք նաև այլ երկրների ղեկավարներ, դա ինչ որ միտեղ կարող ենք ասել, որ էքսպերիմենտ էր, այս պահին կարող ենք ասել, որ արդեն հաջողված էքսպերիմենտ էր, քանի որ այն արդյունքները, որոնք մենք կարողացանք ստանալ տվյալ ինստիտուտի ներդրումով, շատ դժվար է թերագնահատել արդեն։ Այսինքն հիմա դուք ղեկավարում եք առանձին ձեր ոճով ու ձեր մոտեցմամբ շատ որոշումներ համաձայնեցնելով գլխավոր ընկերության գլխամասի հետ եւ որոշ որոշումներ կայացնելով ինքնուրույն։ Որոշումների մեծ մասը կատարվում են բացառապես լոկալ տեղական մակարդակի վրա, երկրում աշխատող ծառայությունները ենթարկվում են հիմնականում ուղիղ ինձ, շատ դեպքերում մատրիցային տարբերակով կարող են նաև ենթարկվել տվյալ ծառայության ղեկավարին կենտրոնական գրասենյակներում, բայց էականորեն կշիռը շեղվել է որոշումների կայացման դեպի լոկալ թիմ, լոկալ թիմը էլ ավելի մեծացել է, ինչը իմ համար բավականին գովելի քայլ էր, քանի որ եթե նախկինում մենք չենք կարող ասել, որ գոյություն ունի Yandex Հայաստանը որպես այդպիսին առանձին կառույց, որպես առանձին օրգան, մոտավորապես 2 տարի է անցել այն պահից, ինչ ես արդեն միացել եմ ընկերությանը, այս պահին կարող ենք ֆիքսել, որ դա արդեն իրականություն է։ Այստեղ շատ կարևոր երկու բան կա, առաջինը, որ մենք գտանք այն մարդուն, ում պետքա տալ բոլոր այն հարցերը, որոնք կապված են Yandex-ի հետ ու նա կկարողանա պատասխանի սպառիչ։ Երկրորդը, որ նշեցիք, որ արդեն թիմը մեծ է ու թիմը ղեկավարելը նախկին բիզնեսի հետ համեմատած բնականաբար տարբեր են, չէ՞, աշխատակիցների թվերը, այստեղ ավելի շատ է, նախկինում ձեր փորձում այսքան մեծ թվով աշխատակիցների ղեկավարման փորձ չի եղել ու ոնց էր անդադ անցնում եմ դուքի, ոնց էր քո համար այդ փորձը անցում կատարել մեծ թիմերի ղեկավարման։ Իրականում Դավիթ ջան, շատ ճիշտ է, որ դրանք տարբեր աշխարհներ էին, հա, որովհետև ի վերջո կար մի ընկերություն, հիմնական իմ ընկերության մասին եմ խոսում, որը ես ստեղծել էի, տարիներ շարունակ անձամբ ղեկավարում էի, ունեի լոյալ թիմ, հա, որ երկար տարիների ճանապարհ էի անցել եւ բարձ է դա էականորեն այլ մի աշխարհ էր, քան այն աշխարհը, որը կար մեր մոտ այս բանի Yandex Հայաստանում։ Երբ որ մենք խոսում ենք թիմերի մասին, ես կուզենայի այստեղ նշել, որ պատասխանատվության աշճաններն են տարբեր։ Անկախ այն հանգամանքից, որ ես երկար տարիներ բավականին մեծ եւ ծանր նախագծեր եմ ղեկավարել իմ ընկերությունում, բայց այն պատասխանատվությունը, որը մենք ունենք Yandex Հայաստանում, էականորեն տարբերվում է այն նրանից, ինչ որ ես արել եմ։ Իհարկե, եթե մենք համեմատում ենք սեփական բիզնեսը Big Tech-ի, հա, այսպես կորպորացիայի ինչ որ մի մասի ղեկավարման հետ, չի կարելի կատարել ուղիղ համեմատություններ։ Ինչու՞մ են տարբերությունները։ Առաջին հերթին դա ներքին մշակույթն է։ Ընկերությունը ունի բավականին մեծ պատմություն, ստեղծվել է 97 թվականին, բարձ է հանդիսանում է տարածաշրջանի ամենախոշորագույն Big Tech ընկերություններից մեկը, եւ այդ ընթացքում ստեղծվել է այնպիսի մի մշակույթ, եւ ինչպես նշեցինք, ոչ երարխիկ կառավարմանի մշակույթ, որին սովորել եւ ադապտացնել է սկզբնական փուլում բավականին բարդ կարող է լինել։ Ինչու էր իմ համար հեշտ, քանի որ ես երկար տարիներ արդեն ունեի ընկերության հետ համագործակցելու փորձը, ես շատ լավ տիրապետում էի այդ ներքին մշակույթին։ Գիտեի նրա կանոնները, ճանաչում էի ղեկավար անձնակազմին, եւ իմ համար դրանք նորույթներ չեն եւ այդ ինտեգրվելու պահ բավականին արագ անցավ։ Բայց եթե կատարենք մեծ համեմատություն, հա, մեծ խոշոր հատվածներով, առաջին հերթին կարծում եմ դա նա է, որ այն հիմնակարերը, որոնք որ ընկերության մշակույթում դրված են, դրանցից մեկը նշեցինք, դա այդ ոչ երարխիկ հորիզոնական
ղեկավարումն է։ Դա ինչ է նշանակում, որ ցանկացած աշխատակից իրավունք ունի հայտնելու իր կարծիքը, լինել լսելի։ Ցանկացած աշխատակից կարող է գրել ցանկացած ղեկավարի ցանկացած ժամանակ տեղեկատվությունը, կոնտակտային տվյալները բաց են, էական չի թե դու ինչ կալիբրի ղեկավար ես։ Քեզ կարող է գրել սովորական սկսնակ ծրագրավորողը կամ սպասարկման մասնագետը ցանկացած իրեն հետաքրքրող հարցով։ Երկրորդ մասը, որ կուզենայի նշել, որ ընկերությունում ընդունված է մի կանոն, որ ցանկացած աշխատակցին մենք համարում ենք իր գործի պրոֆեսիոնալը։ Եվ դա նշանակում է, որ ցանկացած մարդ ունի արարելու մաքսիմալ ազատություն։ Եվ ղեկավարությունը չի զբաղվում միկրոմենեջմենտով։ Այսինքն, եթե մենք վստահել ենք տվյալ անձնավորությանը, իրեն տրվել ենք համապատասխան առաջադրանք կատարելու, մենք հավատացած ենք, որ նա տվյալ աշխատանքը կատարելու ամենալավագույն ընտրված մարդն է, այո։ Դա էական տարբերություն է այլ ընկերություններում եղած մշակույթի հետ, որոնց հետ ես փորձ եմ ունեցել։ Սկզբնական փուլում կարող է թվալ, որ բավականին բարդ է, ինչպես կարելի է ղեկավարել, երբ որ այդ հորիզոնականությունը բավականին մեծաշրջանի է հասնում։ Ինչքան է թիմը Տեսեք, եթե մենք խոսում ենք դրա մասին, թե ինչպես է ներկայացված Yandex-ը Հայաստանը, այս պահին 550-ից ավել աշխատակից ունենք Հայաստանում։ Այո։ Իհարկե կան, եթե մենք խոսում ենք գրասենյակի աշխատակիցների մասին, այդտեղ կան լոկալ բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ղեկավարում են հենց Հայաստանում աշխատող սերվիսները, բայց մեր գրասենյակը այս պահին հանդիսանում է մեր միջազգային հաբերից մեկը։ Կարող եմ պարծենալ եւ ասել, որ նմանատիպ հաբեր գրասենյակներ աշխարհում մենք մի քանի երկրում ընդամենը ունենք, որտեղ տեղակայված են ոչ միայն լոկալ բիզնեսի աշխատակիցները, այլ նաեւ այստեղից աշխատում են եւ զարգացնում են մեր ամբողջ աշխարհագրության համար աշխատող ծառայությունների վրա աշխատող, չգիտեմ, ծրագրավորողներ, նախագծերի ղեկավարներ, QA-ներ եւ այլն։ Շատ տարբեր են մոդելները ղեկավարման, բայց այն մշակույթը, որը որ ներդրված է, թույլ է տալիս ցանկացած մարդու հնարավորինս արագ ինտեգրվել, ստանալ այն բարիքները, որը որ տրամադրում է այդ մշակույթը։ Ես որպես ղեկավար կարող եմ ասել, որ եւ միշտ նշում եմ, որ մեր ընկերությունը ունի երկու հիմնակարային արժեքներ։ Դրանք մարդիկ են եւ տեխնոլոգիաները։ Եվ այդ ամեն ինչը կառուցվում է այն բոլոր ծառայությունները, որ մենք տրամադրում ենք, մատուցվում է այդ երկու հիմնակարերի վրա հենվելով՝ մարդկանց եւ տեխնոլոգիաները։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, ելնելով նրանից, որ ընկերության համար աշխատակիցը համարվում է իր հաստիքում լուծում գտնող լավագույն անձնավորությունը, այդ պահի դրությամբ ընկերությունը տալիս է ազատություն որոշում կայացնելու, հետևաբար աշխատակիցը ինքնուրույն է իր զոնայում պատասխանատվության եւ քեզ նամակներով անընդհատ չեն գրում եւ չեն ճշտում կամ իրենց ղեկավարներից անընդհատ չեն ճշտում ոնց անեմ, ոնց չանեմ ու ազատ են իրենց որոշումների մեջ։ Ես որպես օրինակ կարող եմ ասել, ինձ հակառակ ուղղությամբ։ Պարզ է, ընկերությունում ընդհանրապես ընդունված չի հրամանների կամ կարգադրությունների միջոցով առաջադրանքներ տալը, հա, այդքան որ իերարխիկ տարբեր չունենք այդ իերարխիկ կառուցվածքը։ Դա պարզ է, խոսքը չի գնում նրա մասին, որ չկան ղեկավարներ կա այդ ամենը, բայց այդ իերարխիկ մոտեցումը հնարավորություն է տալիս առաջին հերթին, ասում անգլերեն բառեր օգտագործենք, բայց այդ delegate անելու, հա, պատվիրակելու հնարավորությունը էականորեն ավելի հեշտացված է եւ երկրորդը ներդրված են այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս մոտարապես կես տարվա ընթացքում հասկանալ տվյալ մասնագետի կողմից աշխատանքի կատարման արդյունավետությունը։ Ստեղ էլ արդեն տրամաբանորեն հասնում ենք որակի վերահսկման։ Օրինակ հիմա մեզ դիտող ղեկավարներից շատերը հարց կառաջանա, ասենք եթե ամեն ինչ այդքան ազատ է ձեր մոտ, բա ու ղեկավարներ օրինակ հրամաններ տալու կամ տենց այն մեզ ծանոթ կարգադրություններ տալու ֆորմայով չեն աշխատում, բա օրինակ ուշացող աշխատողներին, իրենց աշխատանքը կիսատ անող, դեդլայններ խախտող, ո՞նց եք։ Տեսեք, ինչ վերաբերում է ուշացումներին, միջնասված եթե մենք վերցնենք, մենք չունենք հասկացողություն աշխատանքային ժամի սկիզբ եւ ավարտ։ Մեր բոլոր նմանատիպ գրասենյակները աշխատում են 24/7
Իսկ ցանկացած օր, ցանկացած ժամի աշխատակիցը կարող է գալ գրասենյակ եւ աշխատել։ Իրավունք կա իհարկե նաև շատ դեպքերում աշխատել տնից։ Բարձր խոսքը չի գնում նրա այն աշխատակիցների մասին, որոնք հերթապահում են։ Բարձր մենք ունենք տեխնիկական թիմեր, որոնք ունեն իրենց հերթապահման գրաֆիկները, դա կարող է վերաբերվել DevOps ճարտարագետներին, ծրագրավորման որոշակի հերթապահներին, բայց մնացած բոլորի դեպքում, եթե մենք չենք խոսում այդ հերթափոխային աշխատողների մասին, այսինքն օպերատորներին, հա, որոնք հերթափոխով աշխատում են եւ պետք է լինեն գծի վրա, աշխատանքային ժամ հասկացողություն չկա։ Երազանքների տնօրեն ու երազանքների աշխատավայր։ Կա հասկացողություն, առաջադրանքներ, որոնք որ պետք է կատարվեն։ Հիմա տվյալ առաջադրանքների կատարման որակը, արագությունը, իրանց ամփոփ լինելը գնահատվում է ամեն 6 ամիսը մեկ։ Իսկ տարին 2 անգամ մենք ունենք ռևյուների շրջան, որի ընթացքում ցանկացած աշխատակից կարող է գնահատված լինել իր գոլեգաների կողմից, իր ղեկավարների կողմից, իր ենթակայության տակ աշխատող մարդկանց կողմից։ 360 աստիճան գնահատման մեթոդով նմանատիպ մի համակարգ է, կուզենայի նշել, որ մենք ունենք նաև ներսում առանձին թիմ, կոչվում է HR Tech, հա, որը որ պատրաստում է բոլոր այդ տեխնիկական գործիքները ներքին կարիքների համար, եւ իրականում մի քիչ հայավարի ասեմ, այսինքն գլուխ պահել կարելի է շատ կարճ ժամանակ։ Դրանից հետո այդ ռևյուների մեխանիզմը այնպեսին է, որ շատ արագ վեր է հանում, որ տվյալ անձնավորությունը, տվյալ մասնագետը ինչ որ կետերում չի բավարարում։ Այսինքն նվազեցվում է ղեկավարի անձնական կարծիք այդ մարդու հանդեպ, նվազեցվում է շատ այն հնարավորինս սուբյեկտիվ բաները։ այո, սուբյեկտիվիզմը հնարավորինս հեռացվում է։ Որտեվ նույն, չգիտեմ, եթե վերցնենք կես տարի ժամանակաշրջանը, կես տարի ժամանակում տվյալ մասնագետ աշխատում է շատ տարբեր ոլորտների, բաժինների, բիզնես ուղղվածությունների մարդկանց հետ։ Նույնիսկ եթե ինքը հարցում չի կատարել, որպեսզի իր մասին գրեն կարծիք, ցանկացած մարդ, ցանկացած ժամանակ, նույնիսկ միջև այդ ռևյուի ժամանակը իրավունք ունի կարծիքը թողնել այլ մասնագետի մասին։ 5 աստղ, 4 աստղ։ Մոտավորապես, տեսեք, դա շատ հաճախ մենք այդ 5 աստղի գաղափարը, հա, Մեծ ծանոթ է շատ։ Շատ ծանոթ է, բայց դա այն հավասարակշռությունը պահելու մեխանիզմն է, որը որ թույլ է տալիս բավականին արագ կատարել գնահատում։ Իսկ ասես ինչ ամենամեծ դժվարությունը կամ cultural shock-ը որն է եղել, որ ահա գիտեմ մեկնաբանություն հիմա գրելու են այդ ինչ բառեր եկող հայեցի խոսը։ Մշակութային զարմանքը, որ ապրել ես, գալով big tech ընկերություն քո սեփական բիզնեսից։ Ես չի ասի, որ դա մշակութային շոկ էր, հիմնական տարբերությունը եւ բարձրությունը իմ համար իհարկե դա բյուրոկրատիան է։ Ցանկացած մեծ ընկերություն, big tech կորպորացիա ինքը ունի որոշակի չափով բյուրոկրատիա։ Սկզբնական փուլում ես դրան վերաբերում եի բավականին բացասական, որտեղ երբ դու սովորես ինքդ լինել քո ընկերության եւ բաժնետերը եւ ղեկավարը, դու կարող ես միանգամից կատարել, ընդունել որոշումներ, դրանք ի կատարածել, այստեղ դու պետք է պայմանավորվես եւ համաձայնեցնես։ Դա բավականին բարդ աշխատանք է։ Մեծ խնդիրների դեպքում դու պետք է համաձայնեցնես քո քայլերը շատ տարբեր բաժինների հետ, շատ տարբեր ղեկավարների կամ աշխատակիցների հետ։ Դա բավականին բարդ process է եւ դրան դժվար է սովորել, բայց փորձի հետ միասին դու նաև հասկանում ես շատ մի կարևոր բան, որ ինչ որտեղ այդ բյուրոկրատիան պարտադիր է։ Փորձեմ բացատրել թե ինչու։ Ցանկացած նոր մարդ, ցանկացած նոր գաղափար դա վիրուս է։ Կազմակերպությունը որպես կորպորացիա, դա մարմին է, դա օրգանիզմ է։ Եվ առաջին հերթին փորձում է դիմադրել վիրուսին։ Եթե տվյալ վիրուսը ի վիճակի կլինի ադապտացվել եւ դառնալ օրգանիզմի մի մաս, ինքը օրգանիզմը կուժեղացնի։ Այո։ Իսկ եթե ոչ, իմունիտետ օրգանիզմի պետք է պայքարի։ Եւ ես դրան այս պահին բավականին արդեն նորմալ եմ վերաբերվում։ Իհարկե լինում են դեպքեր, երբ որ ինչ պարզ է, չէ՞, ասենք կան տարբեր բաժիններ, նույն ասենք, չգիտեմ, իրավաբանական բաժիններ կարող է բավականին երկար քննարկել հարցեր եւ չգտնել լուծումներ շատ հաճախ։ Բայց եթե չլինի այդ դիմադրողականությունը, շատ հնարավոր է, որ որը մի վիրուս ամբողջական օրգանիզմին մեծ վնաս պատճառի։ Մեծ վնաս պատճառի։
ինչ այս մեծ համակարգի մեջ բնականաբար նաև կան մեծ հնարավորություններ։ Չասեմ շոկ, բայց թեթև զարման կապրեցի, երբ տեսա, որ ծորակից ձեր մոտ գազավորված ջուր է գալիս նույնիսկ։ Իսկ ինչպիսի կորպորատիվ ֆիշկաներ, հա, պլյուշկեք մեզ համար ավելի հայտնի բառով, ունի Yandex-ը, որոնք որ կարող են զարմացնել։ Օրինակ մեր մոտ շուկայում այդպիսի շատ քիչ են, ինձ թվում է Yandex-ը շատ կունենա այդպես բաներ, որոնցով զարմացնել։ Եթե մենք խոսում ենք բենեֆիտների մասին, հա, եթե մենք խոսում ենք, թե մենք ինչով ենք ասենք գրավում մեր աշխատակիցներին, հիմնականում մեր գրասենյակները կահավորված են, ես կարծում եմ, հնարավորինս լավ։ Առաջին հերթին մենք գրասենյակների կոնցեպտը պատրաստել ենք այնպես, որպեսզի աշխատակիցը հնարավորություն ունենա ոչ միայն աշխատել, նաև հանգստանալ եւ իր ժամանցը անցկացնել գրասենյակներով։ Եկեք հենց օրինակները բերեմ հենց Երևանյան գրասենյակի։ Երևանյան գրասենյակի անունն է Կարմիր Նուր, Կարմիր Նուր գրասենյակի օրինակի վրա խոսենք։ Մենք ունենք հանգստի զոնաներ։ Հանգստի զոնաներում տեղադրված են օրինակի համար PlayStation-ներ, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժամանակ, էական չի դաշտանկային ժամ է, թե ոչ, կամ որ չունենք դաշտանկային ժամ հասկացողություն, խաղալ։ Ունենք սեղանի խաղերի մեծ բազմազանություն, կա մերսման հատուկ աթոռ, գոյություն ունեն կինոդահլիճ, կարաոկեի հնարավորություն, ունենք երաժշտական սրահ, որը հագեցված է բավականին մեծ քանակի երաժշտական գործիքներով, եւ հնարավորություն է տալիս զբաղվել երաժշտությամբ, ունենք խաղասրահ, որտեղ դրված է բիլիարդ, պինգ-պոնգ, սեղանի ֆուտբոլ եւ այլ խաղեր։ Եթե առօրյա վազքի մեջ կորցրել եք մոտիվացիան եւ ունեք ալարկոտության խնդիր, ձեզ հավանաբար պետք է հասկանալ ինչպես է կառուցված մոտիվացիան, որի մասին ես գրել եմ գիրք, որը կոչվում է Գրողի տարած մոտիվացիա։ Այս գիրքը ձեռնարկ է այն մասին, թե ինչպես է կառուցված մարդու մոտիվացիան եւ որտեղից են առաջանում այն ցանկությունները մարդկանց մոտ, որոնք մեզ ստիպում են հասնել մեծ հաջողությունների, գրավել օլիմպիական բարձունքներ կամ ուղղակի լինել հաջողակ գործարար։ Այս գրքով կարող եք ձեր կյանքում շատ բան փոխել եւ այն պետք է դառնա ցանկացած ալարկոտ մարդու սեղանի պարտադիր ձեռնարկ։ Գիրքը պատվիրելու համար կարող եք անցնել այս հղումով եւ հայտնվել Բուկինիստի կայքում, որտեղ կարող եք պատվիրել գիրքը աշխարհի ցանկացած կետ։ Իսկ եթե ապրում եք Երևանում կամ մարզերում, գիրքը կարող եք ձեռք բերել տարածքային որևէ գրախանութից։ Այս գիրքը ձեռք բերելով դուք նաեւ աջակցում եք podcast-ին եւ ինձ որպես հեղինակ ու նաեւ ձեզ, օգնելով ձեզ հասկանալ ձեր իրական մոտիվները։ Խոսեցինք դրանից, որ ձեր գրասենյակում կան բազմաթիվ տենց առավելություններ ու պլյուշկեք, նշեցիր, որ կա PlayStation, բիլիարդ, մարզասրահ եւ այլն։ Առաջանում է շատ տրամաբանական հարց, այս ամեն ինչի մեջ մարդիկ ոնց են աշխատում, երբ չունեն գրաֆիկ, երբ ունեն PlayStation օֆիսում, անընդհատ սուրճ կարող են խմել, ամեն հարմարություն կա։ Ես կարծում եմ, որ այն թիմը, որը մենք ունենք, դա ինքնակարգավորող մի օրգանիզմ է, հա։ Եվ մարդիկ ունեն անձնական այնպիսի պատասխանատվություն, որը թույլ է տալի իրենց բալանսավորել այդ հանգստի, ժամանցի եւ աշխատանքի հատվածները։ Ես հատուկ նշեցի, որ նույն, չգիտեմ, այդ օրինակ PlayStation-ի զոնայում դուք կարող եք տեսնել մարդ, որը աշխատանքային ժամին նստած խաղ է խաղում։ Օրինակ Արամը անցնելուց այդ պայն այդտեղով sense որ թարս հայացք գցի, այդ մարդը կարող է սաստվի, թե տենց կուլտուրա չկա ձեզ մոտ։ Ավելին ասեմ, գրասենյակում կարող է լինեն մարդիկ, ովքեր դեմքով որպես ղեկավար չհասկանան, որ ես նույնիսկ իրենց ղեկավարն եմ։ Վաու։ Տեղ դրանում խնդիր որպես այդպեսին չկա, հա։ Այդ հորիզոնականությունը շատ մեծ հարցեր է լուծում։ Արամ ջան, քո նկարագրած կազմակերպությունը մոտավորապես ասեմ այդ 9-ից 10-րդ դասարաններում դպրոցի ամենասիրուն աղջիկն է, որին բոլորը ուզում են կպցնել։ Հիմա տրամաբանորեն հարց առաջանում, ոնց եք ընտրում աշխատակիցներին, ենթադրում եմ, որով ձեր բոլոր ուզում են աշխատել եւ շատ դժվար է գտնել հենց հարցազրույցի փուլում կամ սկզբնական փուլերում են մարդկանց, որոնք որ հենց համապատասխանում են ձեզ, այլ ոչ թե եկել են ձեր բոլոր այս առավելություններից օգտվելու։ Ոնց ես դու ընտրում մարդկանց,
ում անձամբ ես ընտրում։ Եվ ընդհանրապես ընկերությունը ինչ սկզբունքով է ընտրում թիմին։ Սկսենք նրանից, որ դա բավականին մեծ process է ներդրված, այսինքն չկա հասկացողություն, որ ես չեմ կարող ընտրել։ Հա, դա կարևոր բան է, ուզում եմ Ինչ նշել։ որ մեկին չհավանես, օրինակ, պետք ինքը Չէ, ես ունեմ որոշիչ ձայն այն մարդկանց հետ կապված, որոնք աշխատում են իմ ենթակայության տակ, իհարկե, ես ունեմ։ Բայց որպես այդպեսին է, դες մի քիչ հայկական տարբերակով, որ ես մեկի ձեռքը բռնած բերեմ, ասեմ, ինքը ստեղ պիտի հա, աշխատի։ ինքը ստեղ պետք է աշխատի, այդ նմանատիպ հնարավորություններ մեր ընկերությունում չկան։ Ինչու, որովհետև դրված էր համապատասխան process-ներ։ Այդ համապատասխան process-ների ընթացքում տեղի են ունենում հարցազրույցների սերիաներ։ Հարցազրույցների սերիաները կարող են ինչպես HR-ի մակարդակի վրա, հետո մասնագիտական մակարդակների վրա, ղեկավարի մակարդակի վրա, այսինքն կախված թե մենք ինչի մասին ենք խոսում, որտեղ մեկ բան է, եթե ասենք, չգիտեմ, կոմերցիոն տնօրեն ենք ման գալիս, դա մի խնդիր է, ծրագրավորողը այլ խնդիր է, ծրագրավորողը պետք է անցնի որոշակի սեկցիաներ, ավելի խիստ մասնագիտացված, հա, որտեղ հնարավոր է կոդի վերլուծություն լինի, չգիտեմ, ալգորիթմական մտածողության հետ կապված տեստեր լինեն եւ այլն։ Բայց ես ավելի շատ կուզենայի կենտրոնանալ տեխնիկականի վրա, տեխնիկական թիմերի հետ կապված։ Ինչու, որովհետեւ ես ուզում եմ մատնանշել, որ մենք շատ մեծ բարդությամբ ենք լոկալ տեղական շուկայից գտնում մեր համար անհրաժեշտ մասնագետներ։ Դա ցավոք եմ ասում, որովհետև փորձը ցույց է տալի, որ այն կարիքներ եւ այն գիտելիքների կարիք, որը մենք ունենք մեր ծառայությունների զարգացման համար, հայկական շուկայում նման մասնագետները բավականին սակավաթիվ են։ Ես կարծում հիմնական խնդիրը մեր մոտ առաջացավ այն պահին, երբ որ այսպես բում տեղի ունեցավ, որտեղ պահանջարկը շատ մեծ էր եւ առաջարկ չկար։ Իսկ ծրագրավորները չէին բավարարում այն քանակին, որը պահանջվում էր։ Եվ մի պահ, ասենք, մի ստվար զանգված մարդկაც որոշեց դառնալ ծրագրավորող։ Դրանով հանդերձ ունենալով համապատասխան կրթություն, այդ բեքգրաունդ ասած հասկացողությունը։ Եվ դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք։ Քանի որ այն ծառայությունները, որով մենք ենք զարգացնում, իսկ մեր ծառայությունների հետևում ընկած են համակարգեր, որոնք հիմնականում մեխանիկական ուսուցման մոդելների վրա են աշխատում, առանց համապատասխան բեքգրաունդի, մաթեմատիկական կրթության բավականին ծանր է։ Եվ այդ բարդությունները կան, դժվարությամբ փորձում ենք հնարավորինս լոկալ թիմեր հավաքել, չնայած մեր ընկերությունում կարելի ասել սահմաններ չկան, այսինքն ցանկացած աշխատակից կարող է կայացնել որոշում եւ աշխատել օրինակի համար այլ մի գրասենյակում։ Այսինքն մենք կարող ենք ինչ որ մի թափուր հաստիկի համար աշխատակցին գտնել Հայաստանում, բայց ինքը ցանկություն հայտնի օրինակի համար աշխատել մեր Դուբայի գրասենյակում կամ Ալմատայի գրասենյակում։ Դա բավականին ընդունելի պրակտիկա է։ Պարոն ջան, այս տեսանկյունից ձեր թիմում ինչ որ սկզբունքներ ունես, որ բնականաբար շատ գրավիչ գործատու լինելով ինչ որ ֆիլտրեր կան, որոնք մարդը պարտադիր պիտի անցնի, որ հայտնվի Yandex-ում։ Որոնք են դրանք։ Ես կարծում դրանք ֆիլտրեր չեն, դրանք առաջատերվի իմ մոտեցումներն են։ Առաջին հերթին իմ համար կարևոր է, որպեսզի ես հասկանամ տվյալ մարդը ինչ հավելյալ արժեք կարող է ստեղծել ընկերությունում։ Դա իմ համար բավականին էական կետ է։ Նաև եւս մեկ կետ, որ մենք ստեղծում ենք ծառայություններ, որոնցից օգտվում են միլիոնավոր մարդիկ։ Այ սերը դրա նկատմամբ եւ պատասխանատվությունը նման ծառայությունների, որից օգտվում են ամեն օր միլիոնավոր մարդիկ, դա էական եւ կարեւոր մի բան է։ Իմ համար շատ ավելի կարեւոր է, որ ես հասկանում եմ, ցանկացած մարդ ի վերջո աշխատում է գումար վաստակելու համար, բայց դա բավարար պայման չէ։ Այսինքն այն գիրքը, այո, այն գիրքը, որը որ պետք է լինի նման ապրանքներ ստեղծելու, դրանց զարգացման, ես միշտ նույնիսկ իմ ընկերությունում ստեղծած իմ կողմից թիմում ես միշտ ասում եմ, որ ամենակարևոր բաներից մեկը դա նա է, այն հաճույքը, երբ որ դու տեսնում ես, որ այն ապրանքը, որի վրա դու աշխատել ես, ստեղծել ես, զարգացրել ես, դու տեսնում ես, թե ինչպես են օգտվում մարդիկ ռեալ կյանքում։ Փոխում կյանքեր։ Այո, դա փոխում է կյանքեր։ Այսինքն, եթե ես տեսնում եմ այդպիսի մի գիրք, իմ համար դա էական մի նշան է, որ տվյալ մարդը կարող է հանդիսանալ մեր թիմի անդամ։ Որպես ղեկավար քո մոտեցումները ոնց են փոխվել, օրինակ ինչ
չէիր անում, երբ քո սեփական բիզնեսն էիր ղեկավարում, որ անցում կատարեցիր մեծ բիզնեսի, ինչ փոխվեց օրինակ բողոքների տեսանկյունից, պատկերացնում եմ մոտավորապես, երբ ղեկավարում ես քո սեփական բիզնեսում մոտ քանի հոգի էր աշխատում։ Մոտ 60 հոգի։ Ահա 60 հոգուց միանգամից անցնում ես 10 անգամ ավելի շատ աշխատակցի եւ customer-ների քանակն է մեծանում, հաճախորդների քանակը եւ բնականաբար բողոքների հոսքը ուրիշ է, ավելի մեծ է ու ստեղ ստրես չկա քո համար, որ օրինակ դու առաջ հանդիպում էիր մի հաճախորդից ամսական 1-2 ինչ-որ ֆիդբեքեր ստանում, իսկ հիմա sense տարբեր ծայրերից քաղաքի լսում։ Ճիշտ ասած զավեշտական նա է, որ ես նախկինում ստեղծել եմ համակարգեր նույն մեր երկրի համար, որոնք հասարակության կողմից մի շատ տարբեր ձևեր են ընկալվել, չգիտեմ, օրինակ մեր ճանապարհային ոստիկանության տեսադիտարկման համակարգն եմ ես ժամանակին ստեղծել, չգիտեմ, Երևան քաղաքի կայանման համակարգը, այսինքն դրանք էլի համակարգեր են, որոնք միշտ քննարկման մեջ էին, մարդիկ կան, սիրում են, մարդիկ կան, չեն սիրում, այսինքն դու ցանկացած պահի կարող էիր նստել տաքսի եւ դու միշտ լսում էիր, որ դա են քննարկում, չէ, այդ կամերաները բերին դրեցին, չգիտեմ, պարկովկան սարքեցին փողով եւ այսինքն այսպես թե այնպես տարբեր դժգոհություններ միշտ էլ դու սարքում ես մեծ համակարգեր, որոնք որ առնչվում են մարդկանց ամենօրյա կյանքին եւ մեծ քանակի մարդկանց, այսպես թե այնպես նման արձագանքներ գալիս են։ Իհարկե անհամեմատելի են այն ծավալները, որ ունենք ստեղ, որովհետեւ այս պահին մեր պրոդուկտներից Հայաստանում օգտվում են մոտ 1.1 միլիոն ունիկալ մարդ։ Այսինքն դա մենք կարող ենք ասել, որ Հայաստանի ակտիվ բնակչությունն է ամբողջովին, հա, 1.1 միլիոն մարդը։ Այսինքն մենք այսպես թե այնպես ամեն մի ընտանիքում կանք։ Պարզ է, որ նաև ինչ որտեղ մեր հայկական մենտալիտետից է գալի, որ մենք լավ դեպքերը, լավ երթերը, լավ պատվերները չենք հիշում եւ չենք գնահատում եւ հիշում ենք միայն այն պրոբլեմատիկ խնդիրները, բայց կարող եմ ասել, որ այդ պրոբլեմատիկները շատ փոքր տոկոս են կազմում այն ամբողջ ծավալի, որը որ մենք կատարում ենք։ Իրականում ինչ որտեղ կարևոր փոփոխություն ինքսի մեջ արել եմ, որպեսզի կարողանամ շատ էմոցիոնալ չընդունեմ նա մանավանդ սոցիալական հարթակներում կատարվող այն մեկնաբանությունները, որոնք մեր հայրենակիցները կատարում են, դա այո, մեծ ոտետ հասկանում եք, չէ՞, ես համոզված եմ, որ Դավիթ ջան, դուք անում եք այդքան աշխատանք եւ ամեն մի վիդեոյի տակ ամեն մի մեկնաբանությանը ցավոտ ձեր մեջով անցկացնում եք։ Ես կարծում եմ կատարել եմ մեծ աշխատանք եւ դրան վերաբերվում եմ հիմա շատ նորմալ, շատ թեթև եւ նույնիսկ ինչ որտեղ մի քիչ ավելի տենց չգիտեմ, հումորով եմ մոտենում նման բաներ։ Ես կարծում եմ ամենամեծ փոփոխությունը դա է եղել։ Մեր ոդքասթին եւ ինձ որպես հեղինակ աջակցելու համար արդեն հնարավորություն ունեք ոչ միայն լայքելով եւ դիտելով, այլ նաեւ ֆինանսապես։ Patreon-ում մեզ աջակցելով կնպաստեք նրան, որպեսզի Homodeus-ը լինի ավելի որակյալ եւ իհարկե երկարատև։ Բաժանորդագրվելու համար անցեք այս QR կոդով եւ դարձեք մեր աջակիցը։ Շնորհակալություն։ Բողոքներից խոսեցինք, Արամ ջան, ու հատկանշական է, որ իմ ծանոթների շրջանում շատ են մարդիկ, որոնք չգիտեն, որ Yandex-ի կառավարման մոդելը ուրիշ է ու վարորդները ուղիղ Yandex-ի աշխատողներ չեն, այլ աշխատում եք տաքսոպարկերի միջոցով, այսինքն բողոքների համակարգը ուրիշ ձև աշխատում, իսկ մարդիկ նշում են Yandex.Go-ի edge-ը, բողոքում են, ասում են կառավարեք, ինչպես անել։ Ես կարծում եմ ճիշտ կլինի, որպեսզի ես ուղղակի բացատրեմ, թե ինչպես է աշխատում համակարգը։ Մեզ պետք է իմանալ ուր բողոքենք։ Տեսեք, ցանկացած դեպքում մենք հանդիսանում ենք հարթակ, հա, մենք տեղեկատվական հարթակ ենք, եւ տեղեկատվական հարթակ որպես մենք լուծում ենք մեկ խնդիր հիմնականում։ Այսինքն մեկ ֆիզիկական անձից, իդեմս պատվիրատուի, մյուս ֆիզիկական անձին տրամադրում ենք պատվեր։ Դա վարորդն է, այսինքն թե վարորդը, թե ուղևորը հանդիսանում են մեր համակարգի օգտատեր։ Դա էական կարևոր կետ է, այսինքն վարորդը չի հանդիսանում մեր աշխատակիցը։ Համապատասխան օրենքի նաև կարող եմ նշել, որ վարորդն է տրամադրում ծառայությունը որպես այդպիսին, իհարկե վարորդների հետ աշխատանքի հարցում մենք ունենք նաև մեր գործընկերներին, այս ժողովուրդը ասում է տաքսոպարկերին,
որոնց միջոցով մենք կատարում ենք վարորդների հավաքագրումը, որոշակի չափով նաև այլ խնդիրներ ենք լուծում դրանց միջոցով, բայց ի վերջո ծառայությունը մատուցվում է անհատ վարորդի կողմից։ Այսինքն, եթե մենք դա փորձենք պրոյեկտել սովորական նախկին կյանքի տաքսու վրա, դա ոչինչով չի տարբերվում, այսինքն տաքսիստը, որը որ ուներ համապատասխան լիցենզիա, փողոցում կանգնած տրամադրում էր մեկ այլ ֆիզիկական անձի ծառայություն։ Այդ իսկ պատճառով ծառայության որակի հետ կապված, վարորդի պահելաձևի հետ կապված խնդիրները իհարկե առաջին հերթին կապված են տվյալ վարորդի կողմից թույլ տված խնդիրների կամ խնդիրների հետ, բայց որպես տեղեկատվական հարթակ պարզ է, մենք տրամադրում ենք որոշակի գործիքական, որը մեզ հնարավորություն է տալիս որակը կառավարել։ Օրինակ համար նույն գնահատման մեխանիզմը, որ դրված է, պարզ է, եթե ուղևորների կողմից մենք կոնկրետ վարորդի հետ կապված ստանում ենք համապատասխան քանակի ազդակներ, մենք մեր տեղեկատվական հարթակում կբլոկավորենք տվյալ վարորդին։ Ինքը ընդհանրապես էլ պատվեր չի ստանա։ Դե գոյություն ունի բավականին բարդ համակարգ, որովհետև գնահատվում է, դա կարող է լինի ժամանակավոր բլոկավորում, դա կարող է լինել անժամկետ բլոկավորում, բայց ես իմ ամեն մի հարցազրույցում դա մատնանշում եմ եւ եւս մեկ անգամ ցանկանում եմ մատնանշել, որ հարգելի ուղևորներ, խնդրում ենք հնարավորինս շատ եւ դրական եւ բացասական խնդիրների դեպքում գնահատնել վարորդներին ճիշտ, ինչ վերաբերվում է պրոբլեմատիկ խնդիրներին, պարտադիր գնահատել, որովհետեւ այլ գործիքակազմ որակի հետևելու չի կարող լինել։ Դա էականորեն մեր համար ավելի կարևոր է ստանալ համապատասխան ազդակները, որովհետեւ մենք կարողանանք որոշակի գործողություններ կատարել։ Հետաքրքիր գիտես որն է, որ մեր ժողովուրդը, որ սկզբում խոսեցինք, որ շատ է սիրում բացասականի մասին խոսել, բացասականն ավելի վառ ընդգծում, երբ որ գոհ է, այդքան չի խոսում դրա մասին, քան դժգոհ, բայց հենց հարցը հասնում է անհատը անհատի հետ հարաբերություններին, մենք ինչ որ ազգային մենթալիտետի մեջ կա բագեր, սխալներ, որ մենք վախենում ենք օրինակ գնահատել վարորդին, երևի մտածելով, որ մի ժամ հետո այնտեղ իր մոտ ցույց կտա, որ հենց այս պասաժիրը այս հեռախոսահամարի տակ ձեզ գնահատել է 2 աստղ կամ 1 աստղ, վրեժ խնդիր լինելու համար սեղ 1-1։ Ես ուզում եմ այդ բաներն էլ փարատել, հա, այդ կասկածներն էլ փարատել եւ ասել, որ այն գնահատումը, որ դուք կատարում եք, վարորդը դա տեսնում է բավականին ուշ, դա անոնիմ գնահատում է, այսինքն ինքը ընդհանուր օրվա կտրվածքով կարող է տեսնել, թե ինչպիսի գնահատումներ են եղել, բայց չի կարող տեսնել, թե որ ուղևորն է գնահատել։ Իսկ մենք կարող ենք հստակ ֆիքսել, որ եթե մարդիկ ուզում են, որպեսզի ծառայության որակը բարձրանա, իրենք պարտավոր են գնահատել եւ վատը, եւ լավը։ Այո։ Շատ լավ։ Իսկ ո՞նց եք դուք վերահսկում արդեն գնահատված ցածր գնահատական ունեցող վարորդներին, որովհետև մարդկանց օրինակ հետաքրքիր է, եթե իրանք 10 հոգի, 20 հոգի գնահատում են այդ վարորդի հետ, ինչ է լինում, խաչում են իրեն, կախում են իրեն, թե մտրակում են, թե քարկոծում, ուրիշ մեթոդներ կան։ Ինչպես Դավիթ ջան, ես արդեն նշեցի, մենք տեղեկատվական հարթակ ենք եւ միակ բանը, որ մենք կարող ենք անել, դա բլոկավորումն է։ Բլոկավորումը երկու տիպի է լինում է ժամանակավոր, դա կարող է բերել նրան, որ ժամանակավորապես չկարողանա կատարել պատվերներ, դա կարող է լինել վերջնական, անժամկետ եւ տվյալ վարորդը երբեք այլ մեր հարթակի միջոցով չկարողանա դա կատարել։ Պարզ է, մենք ունենք բավականին բարդ մեխանիզմ այդ գնահատականների հաշվարկի, որը հիմնված է մեքենայական ուսուցման վրա, որը հնարավորություն չի տալիս, որպեսզի այսպես ասած վատություն անող ուղևորների պատճառով վարորդի գնահատականը էականորեն իջնի, կան տարբեր մեթոդներ, այն ամենամեծ եւ ամենափոքր արժեքները նետելու միջոցով միջինի հաշվարկ, եւ այսինքն բարդ մեխանիզմ է, դա ուղիղ չի կարելի կապել հենց գնահատականի միջին չի հաշվարկվում, կախված է թե երբ է ստացվել, ինչքան ժամանակով, եւ բարձր ցանկացած դեպքում վարորդներն միշտ հնարավորություն ունեն, թե մեր սպասարկման կենտրոնի միջոցով դիմելով, որտեղ տեսեք վարորդները ունեն առանձին սպասարկման կենտրոն, ուղևորները ունեն առանձին սպասարկման կենտրոն եւ հնարավորություն է տրվում ցանկացած դեպքում փորձել հասկանալու եւ վերլուծելու խնդիրը, որովհետեւ եթե մենք խոսում ենք կոնֆլիկտային սիտուացիաների մասին, բարձր կոնֆլիկտային սիտուացիաներ լինում են ինչպես ուղևորի պատճառով, այնպես էլ վարորդի պատճառով, պետք է հասկանալ, որ մարդիկ բոլորը ունիկալ են, ամեն մեկը ունի օրվա մեջ ինչ որ խնդիրներ, տրամադրություն եւ այլն, եւ վերջո ես միշտ հիշեցնում եմ եւ վարորդը եւ ուղևորը մեկ ժողովրդի ծոցից են դուրս եկել։
Ես մեկ-մեկ զարմանում եմ, այնպես չէ որ ինձ չի պատահում պրոբլեմատիկ վարորդ, բայց զարմանում եմ, գիտես ինչի վրա, որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ տրված է, որ մարդիկ հասկանան, որ մեծ կազմակերպությունը դա բարդ ղեկավարվող համակարգ է, որտեղ օրական տեղի ունենում միլիոնավոր գործարքներ, այդպիսի ընկերության մեջ նման խնդիրները նորմա են, ինչ որ քանակ դրանք նորմա են։ Եթե ես անում եմ ամսական օրինակ 30-20 պատվեր, այդ 20 պատվերից մեկը երկուսը բնականաբար պրոբլեմատիկ կարան լինեն։ Ու հենց ինչ որ բան է լինում, միանգամից գցում են Instagram, նշում են Yandex.Go-ն, ոնց կարելի է սենց անել, դուք չեք վերահսկում, ախր ժողովուրդ ջան, ոնց կարելի է վերահսկել այդ քանակի վարորդների, ամեն պատվերից առաջ պետքա կանգնացնել, չգիտեմ, կանտովկա բակեր ստուգել, հա, մոքուրա, ավտոն մաքուրա, հա, անուշոտ է գալիս, գնա։ Այդպես ոչ չի արվում։ Բնականաբար լինում են պրոբլեմատիկ դեպքեր ու պետքա նորմալ Դա վերաբերել։ ջան, ես օրինակ ուղղակի բերեմ, շատ հաճախ լինում է, որ ինձ են անձամբ նշում, նույնիսկ ինչ որ սոցիալական ցանցերում պոստեր տակ, ինչ որ մեկը ծանոթ ունի վերում, հեսա նայեք ում եմ կանչում, եւ երբ որ լինում են ինչ որ դեպքեր, որ ես առաջին իմ հարցը միշտ հնչում է, իսկ մեր աջակցման կենտրոնին դիմել եք ձեր հարցով 80-ից 90% դեպքերում, երբ որ մարդիկ ուղիղ ինձ են դեպքում, աջակցման կենտրոն դեռ չեն դիմել։ Ու կստати աջակցման կենտրոնը ձեր րոպեների ընթացքում ֆանտաստիկ արագ աշխատում։ Մենք բավականին մեծ թիմ է աշխատում։ Պարզ է մենք ունենք նաև արհեստական բանականությամբ ներդրված որոշակի գործիքակազմ, որը փորձում է հնարավորինս ֆիլտրել այն հարցերը, որոնք որ ստանդարտ են, հաճախ են հնչում, ավտոմատ պատասխաններ տալ եւ այլն։ Քանակը բավականին մեծ է։ Չեմ ուզում թաքցնել նաև ունենք այսպես ասած ֆրոդերների մի մեծ բանակ, որոնք ցանկացած դեպքում փորձում են ինչ-որ մի ձև համակարգին խափեն եւ հետ վերադարձներ ստանալ եւ այլն, քիչ չեն այդ մարդիկ։ Բայց առաջին հերթին իմ խորհուրդը միշտ կատարել գնահատում եւ եթե խնդիրը տեղի ունեցել, դիմել աջակցման կենտրոն։ Չեմ բացառում, որ շատ քիչ ինչ որ պայմանների դեպքում կարող է դա չստացվի այն լուծումը, որը որ դիմողը ակնկալում է։ Միշտ չի որ դիմողը ճիշտ է, հա, դա սուբյեկտիվիզմ կա միշտ բոլորիս մոտ էլ, հա։ Ես ուղղակի ուզում եմ նշել, որ երբ որ մենք խոսում ենք վարորդների մասին, հիշենք, որ վարորդները կատարում են բավականին լուրջ եւ ծանր աշխատանք, հա։ Ես ինքս ժամանակ առ ժամանակ տեստավորելու համար մեր ծառայությունները ինքս վարում եմ եւ դա հեշտ աշխատանք չէ եւ ցանկալի է որպեսզի մենք որպես ուղևորներ եւ ծառայությունից օգտվողներ դա միայն վարորդի մասին չի, դա առաքիչի մասին կարող է լինել, գնահատենք տվյալ մարդկանց աշխատանքը եւ մի քիչ ավելի ըմբռնվող մոտենանք։ Քանի գնահատականների կոնտեքստում ենք, նաեւ կուզեմ խոսես նրա մասին, որ ուղևորներն էլ են գնահատվում եւ ուղևորների գնահատականները ինչ որ կերպ ազդում են նրա վրա, մեքենան կլինի լավը, վատը, բարձր ռեյտինգով ցածր։ Տեսեք, այս բանը դեռ չեն ազդում, բայց մենք տվյալները հավաքագրում ենք, բայց դա կարող եմ ասել, որ միշտ համարյա թե միշտ ինչ որ մի չափանիշ է։ Հիմնականում այդ խիստ կոնֆլիկտային ուղևորները բավականին ցածր միջին գնահատական են ունենում։ Հետագայում հնարավոր է որ դա կիրառվի, որովհետև այլ մեր նմանատիպ միջազգային ծառայություններ նմանատիպ կիրառություն ունեն, հա, օրինակի համար, մենք դա դեռ չենք անում, բայց միջազգային փորձ գոյություն ունի, երբ որ օրինակի համար բարձր տարիֆներ կամ լավ մեքենաներ հասանելի չեն լինում ցածր ռեյտինգով ուղևորներին կամ, չգիտեմ, բացառապես միայն անկանխիկ գործարքներն են հասանելի, որտեվ գիտեք, շատ հաճախ բողոքում են մարդիկ, որ կանխիկով պատվերը կատարում են վերջի րոպեին հրաժարվում են պատվերից եւ այլն։ Դա դեռ չի ազդում, բայց դա ցուցանիշ է, որը նաեւ արդեն է ցույց տալիս, որ ի վերջո, չգիտեմ, կոնֆլիկտային ուղևոր է եւ ցանկալի է որպեսի ծիրուն ուփուշ, սուս, փուս ուղևորին հասցնել տեղ։ Ամիսներ շարունակ, նույնիսկ տարի երևի օգտվել եմ միայն քարտով ու վերջերս քարտից գումարը ոնց որ սպառվել էր, այդ օրը տոներ էր, չէի հասցնում բանկ գնայի բան ու նենց ընկա որ տոն օրերին 29-30-ից հետո 30-31 ու ամսի 1 ես 3 օր պիտի կանխիկով պրոստը ուղևորվեի ու ամեն անգամ մեքենայից իջնում էի մի 2 մետր քայլում եմ վարորդ հետևից գոռում էր հետ էի գալիս փողը տալիս էի այդտեղից թվում է մի քիչ իմ ռեյտինգը ընկել է բայց չխոսենք միայն
տաքսիներից, որովհետև Yandex-ը շատ ավելին է, քան միայն տաքսի։ Բացի Yandex Go-ից, Հայաստանում Yandex-ը ինչ սերվիսներ ունի, քանիսն են դրանք եւ որոնք։ Դավիթ ջան, իրականում բավականին լավ թեմա ենք այս բանը շոշափում, որովհետև մենք հայտնի ենք Հայաստանում որպես առաջին հերթին տաքսի։ Դա կարևոր մի բան, մենք դրանից չենք նեղում, որովհետև դա մեր ծառայություններից ամենահայտնի եւ ամենամեծերից մեկն է աշխարհում, բայց ուզում եմ նշել, որ մենք որպես Big Tech ընկերություն առաջին հերթին մեծ խոշոր տեխնոլոգիական ընկերություն ենք, որը ունի տասնյակ ծառայություններ, որը տրամադրվում է աշխարհի եւս տասնյակ երկրներում։ Հայաստանում այս պահին մենք ներկայացված ենք, եթե չեմ սխալվում, մոտ 12 ծառայության։ Վաու։ Եթե փորձեմ արագ թվարկեմ, դա տաքսին է, դա առաքումն է, դա սննդի առաքումն է, դրանք տարբեր ծառայություններ են, որտեղ դուք գոյի միջոցով հնարավորություն ունեք փոխանցելու փաթեթներ եւ այլ բաներ, զուտ առաքման տեսանկյունից, որը իր մեջ նույնիսկ ներառվում է առանձին ծառայություններ, ինչպիսին են էքսպրեսը, բեռնափոխադրումը եւ այլն, դա մեկ ծառայությունն է մեր մոտ, դա քարտեզներն են եւ նավիգատորը, դա տրանսպորտն է, մենք ունենք Yandex Ads-ը, գովազդային ծառայությունները, ունենք Yandex Plus-ը, մեր մեդիա ծառայությունները, որը մեջ մտնում է Yandex երաժշտությունը, Yandex գրքերը, կինոպոիսկը, այսինքն բավականին լայն ենք ներկայացված Հայաստանում։ Կարծում եմ շուտով էլ ավելի լայն ներկայացված կլինենք, այս տարի կունենանք եւս մի քանի հիանալի նոր ծառայություններ։ Այո, տաքսին հանդիսանում է մեր բոլոր ծառայություններից ամենախոշորը այս պահին, բայց մենք ստեղծում ենք առաջին հերթին էկո համակարգ, այսինքն այն ինչ որ դրված է մեր ծառայությունների հիմքում, որ մենք փորձում ենք լուծել մարդկանց ամենօրյա խնդիրները տեխնոլոգիաների միջոցով, հենց այդ կոնցեպցիայի շուրջ է հավաքված մեր սուպեր ապը Yandex.com, որտեղ մարդիկ կարող են իրենց ամենօրյա խնդիրները լուծել մեկ կետում։ Homo Deus podcast-ը նկարահանվում է Սփինի 12 տաղավարներից մեկում։ Իդեպ Սփինը բացի վիդեոարտադրությունից նաև զբաղվում է մարքեթինգային եւ բրենդինգային ծառայություններով, որոնք մատուցում է ոչ միայն ընկերություններին, այլ նաև անհատներին։ Ստանալու համար բացառիկ պայմաններ կարող եք նշել Homo Deus կոդը զանգարելով հետևյալ հեռախոսահամարին։ Շնորհակալություն։ Իսկ որքանով են մարդիկ օգտվում ըստ հարաբերակցության մյուս ծառայություններից, օրինակ վերջերս երևի մի տարի երկու ամիս երևի ակտիվացրել եմ, ես Yandex Plus-ը ակտիվացրեցի, որովհետև տեսա, որ տաքսիների համար զեղչ եմ ստանում ու հետո հասկացա, որից հետո պատահական բացահայտեցի, որ դրա մեջ նաև մտնում է Yandex Music, Yandex Կնիգի, Yandex կինոպոիսկ եւ սկսեցի օգտվել ու բացահայտեցի, որ Yandex մուզիկան դա մեր կյանքին պակասող այն փոքրիկ ուրախությունն է, որ մեզ ամսվա կտրվածքով 1-2 անգամ, 3 անգամ մատուցում է այնպիսի երգ, որ մենք երբեք չենք հասցնում ձանձրանալ որևէ երգից, որտեղ ինքը անդադ գտնում է ինչ-որ մի լավ մեր ճաշակով երաժշտություն ու մատուցում։ Օրինակ Հայաստանում որքան շատ են օգտվում, ակտիվ Ես ցավոք չեմ կարող նշել բացարձակ թվերը, բայց կարող եմ ասել, որ մեր տարածաշրջաններում, ես ներառում եմ Կովկասի տարածաշրջանը, Կենտրոնական Ասիայի, այդ տարածաշրջանները, որոնք զարգացման աստիճանով մեզ մոտ են, 2 կամ 3, այսինքն 2 եւ 3 ծառայություններ զուգահեռ օգտվող օգտատերերի քանակը ամենաբարձրներից մեկն է Հայաստանում։ Այսինքն դա կարող է լինել այսինքն նավիգատոր եւ օրինակ նավիգատոր եւ Go, նավիգատոր եւ Go-ն քիչ է լինում միասին, որտեվ նավիգատորից հիմնականում օգտվում են վարորդները։ Օրինակի համար Yandex Սնունդ եւ Go եւ տրանսպորտ, Go տրանսպորտ երաժշտություն կամ այսինքն տարբեր համադրություններ են։ Իհարկե այն հնարավորությունները, որը տալիս է այս բան Yandex Plus-ը բավականին լայն են։ Եթե խոսենք այն ռեֆորմայի մասին, որը մենք կատարեցինք անցած տարվա վերջում, բավականին մեծ փոփոխություններ էին ներառված այդ փաթեթում, եւ դրա արդյունքում եթե մենք ունենք նախկինում զեղչ եւ զեղչը տրամադրվում էր վարորդի կողմից եւ համապատասխան աշխատանքի արդյունքում եկանք նրան, որ այս բանը դա վերածվել է cashback-ին եւ մենք որպես ընկերություն մեր վրա ենք վերցրել այդ բեռը արդեն, դրանից զատ մենք տրամադրում ենք առաքումը առանց գումարի Yandex Սննդի ծառայությունից,
դրան զուգահեռ բարձր դուք ստանում եք հասանելիություն ինչպես Yandex երաժշտությանը, Yandex գրքերին եւ կինոպոիսկին, հնարավորություն եք ունենալ Yandex-ից անվճար է, Yandex մեր Plus-ն հատուկ գործընկեր, իհարկե դրանք բավականին լայն ծավալ է, այսինքն դուք ունեք Yandex Plus, Yandex Eats-ի գործընկերների մեծ մասից առաքումը կլինի անվճար։ Yandex Plus-ի բաժանորդագրությունը նաև տալիս է ավելի փոքր ինչ որ հետաքրքիր բաներ, ինչպիսին են օրինակ CarPlay-ի հնարավորությունը, որպեսզի նավիգատորը քարտեզները աշխատեն CarPlay-ի միջոցով։ հետաքրքիր, այսինքն մարդիկ, որոնք չունեն Yandex Plus չունեն այդ հնարավորությունները։ Ոչ։ Հետաքրքիր է։ Հիմա մենք մոտեցել ենք 10-ամյակին ու այս մեր զրույցը ոնց որ խորհրդանշական է, որ հենց Yandex-ի 10-ամյակի շրջանակներում է լինելու։ Իսկ ինչ իվենտներ կան մարդկանց համար, ովքեր օգտվում են Yandex Plus-ից։ Ջան, ես կուզեի մի փոքր ուղղել, որ խոսքը գնում է Yandex Հայաստանի մասին, Yandex Հայաստանն է, այո։ Այս տարի նշելու ենք 10-ամյակը 2016 թվականին, եւ դա էլ է մեր համար ուղղախալի փաստ, տաքսին առաջին անգամ սկսեց աշխատել Հայաստանում եւ Հայաստանը առաջին միջազգային շուկան էր ընդհանրապես որպես փորձ, որից հետո սկսվեց Yandex Taxi-ի էքսպանսիան արդեն աշխարհով մեկ։ Նախատեսում ենք մեծ շուկով նշել, լինելու են տարբեր միջոցառումներ, չեմ կարող ցավոք դեռ բացել, թե ինչպիսի միջոցառումներ լինելու։ Կարծում ենք կլինենք նաև որոշակի հետաքրքիր ինչ որ ակցիաներ, որոնք զուտ ուղղված կլինեն մեր սիրելի օգտատերերին։ Հրաշալի, սպասենք։ Ուրեմն սփոյլ չանենք, այդ օրերին մոտենան, դա մոտավորապես ամառն է, չէ՞։ Ես կարծում եմ ամառ, սեպտեմբեր, այ մեր են թավշյա սեզոնը, որտեղ ավելի Ես հիշում եմ 16 թվականին, որ եկա բանակից, ինձ Արցախից տաքսիով իջացրեցին Երևան, այն առաջին մաս ու հիշում եմ հենց այդ օրը, առաջին անգամ որ եկա Երևան ոտքս դրեցի, ընդ կանչեցին 100 դրամանոց տաքսիները, որովհետև բոլորը դրա մասին էին խոսում, իմ հենց ոտքս դրեցի Երևան, մի անգամից կանչեցի այդ տաքսիները։ Դե այս 10 տարվա մեջ իհարկե շուկան էականորեն փոխվել է, ձևափոխվել է, նույն օրինակ 16 թվին դեռ Երևանում գոյություն ունեին նույն կլասիկ տաքսոպարքերը, որոնք որպես այդպեսին տեսնում եք, որ այս պահին կարելի ասել արդեն գոյություն չունեն, որոշակի չափով դեռ մնացել են, բայց լայն հանրության մեր հատվածները արդեն դրանից չեն օգտվում եւ կարծում եմ այն ձևը թե ինչպես ենք մենք օգտվում հիմա ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներից էականորեն արդեն տարբերվում է դրանից, թե ինչ որ ունենք մենք 10 տարի առաջ։ Հա, բավական իզբալովնի ենք հիմա։ Հետաքրքիր մի բան ասեմ, որ մարդիկ շատ արագ են մոռանում, թե ինչ ունենք առաջ եւ ինչ ունենք հիմա։ Ես կարող եմ բարձրանքով ասել, որ միջին ժամանակը մեքենայի մոտեցման Հայաստանում լավագույններից մեկն է մեր մոտ, աշխարհում։ Միջինը 2-3 րոպե է մեր մոտ։ Դուք էլ ինքներդ կարծում եմ, ասենք ձեր ընկերներով բանով ինչ-որ բան կանչում եք, շատ հաճախ մտածում եք, թե իջնեմ նոր կանչեմ, որտեղ մեքենան այն աշճան է արագ գալիս, որ ժամանակ չի լինում։ Մենք մոռացել ենք, որ նախկինում պետք է հեռախոսով զանգահարել։ Օպերատորը ասում էր, այս մեքենան կմոտեցնեմ, հետո օպերատորը պետքա զանգեր, ասեր իջեք, մեքենան տեղում է, եւ այսինքն մոտենում էր մեքենան վերևի մոտ մի կես ժամում, ոչ ավելի շուտ։ Խնդիր, թե ուր է պետք մոտեցնել, հասցեի չիմացություն, ճանապարհը ցույց տալ եւ այլն։ Այսինքն մենք էականորեն մեծ թռիչք ենք արել որակի տեսանկյունից, արագության տեսանկյունից, հարմարավետության տեսանկյունից, բայց մարդիկ շատ արագ են մոռանում, թե ինչպիսի փոփոխություններ են եղել։ Դե լավին հեշտ ենք սովորում, ինձ թվում է։ Իցի մասով էլ օրինակ մարդիկ առաջ ուտելիքի առաքում այդպիսի բաներ կան շատ հազվադեպ, շատ քիչ ռեստորաններում, իսկ հիմա մենք ունենք նույնիսկ Yandex Plus-ը ունենք անվճար հնարավորություն ինչ-որ մեծ ցանկից օգտվել ու հետաքրքիր է այն, որ բոլորի մոտ ստեղծվել է տպավորություն, որ Yandex Eats-ի առաքիչները բոլորը հատուկ ընտրված հնդիկներ են, որոնք չեն խոսում ոչ ռուսերեն, ոչ անգլերեն, ոչ էլ հայերեն։ Կա տենց իրականության հետ կապ ունի դա, թե իրականում չկա այնպեսի ինչ-որ մի բան, որ մենք հենց հնդիկներին ենք ընտրում, ուղղակի ով ուզում է աշխատում է, իրան էլ ընդունում է։ Տեսեք, ով ցանկություն է հայտնում աշխատելու, ելի եմ կրկնում, մենք հանդիսանում ենք հարթակ։ Yandex-ից նույնպես հարթակ է, այս դեպքում տաքսիստի փոխարեն, վարորդի փոխարեն դա առաքիչն է։
Այն տարբերությամբ, որ առաքման մեթոդները տարբեր են։ Այսինքն մենք ունենք էքսպրես առաքում, որի դեպքում ավտոմեքենաներով են առաքումը կատարում, ունենք կարգո առաքում բեռնատարերով, բեռնատարերներ լինում են շատ տարբեր չափի, միջև XL չափի բեռնատարեր, մեծ ապրանքներ տեղափոխելու համար, եւ ունենք նաեւ այսպես մոտոների, սկուտերների միջոցով առաքումը, եւ ցավոք սրտի մեր հայրենակիցները չեն վարում սկուտեր, չեն ցանկանում եւ չեն վարում։ Իսկ մեր Հնդկաստանի քաղաքացի բարեկամները ունեն մեծ փորձ եւ տիրապետում են սկուտերների վարմանը եւ ունեն ցանկություն աշխատելու։ Ես ուզում եմ նաեւ նշել այն հանգամանքը, որ եթե չլինեն սկուտերները, Երևանում առաքման ժամկետը մոտ 2 անգամով կավելանա։ Դուք բոլորդ շատ լավ տեսնում եք, թե Խցանումներ ինչպիսի խցանումներ մենք ունենք։ Այսինքն, եթե հիմա միջին ժամանակը առաքման, եթե օրինակ սննդի օրինակ վերցնենք կես ժամ է, դա կդառնա 1 ժամ, որը կարծում եմ բոլորիս համար անընդունել։ Հիշում եք, նախկինում էլ էր մոտ 1 ժամ էր։ Այսինքն չկա ընդհանրապես սահմանափակում, այսինքն եթե մարդը իրավունք ունի Հայաստանում նմանատիպ գործունեություն ծավալելու, կարող է աշխատել մեր հարթակում։ Իհարկե դա ինչ-որ ստերեոտիպային մոտեցում է, որ նրանք չեն խոսում ոչ մի լեզվով, որովհետև մեծ քանակ խոսում է նորմալ եւ անգլերեն կան, ռուսերեն խոսում կան, հայերեն խոսացողներ։ Հիմա շուկան որպես այդպեսին աշխատաշուկան այդպես է ձևավորված Հայաստանում։ Մենք ամեն անգամ հորդորում ենք մեր հայրենակիցներին, մեր երիտասարդներին, որ դա բավականին լավ գումար վաստակելու հնարավորություն է, բայց ցավոք հենց ինչ վերաբերում է սկուտերներին, մոպեդներին, մեր հայրենակիցները չեն վարում։ Դրանով է իսկ պայմանավորված, որ այդ հատվածում օտարազգի առաքիչները շատ ավելի շատ են։ Ինձ թվում է լավ էլ մշակութային փոքրիկ թեկուզ, բայց շիֆտ եղավ Հայաստանում, որ եկան դրսից մարդիկ զբաղեցրեցին մեծ թվով աշխատատեղեր, ու դա լավ էր նոր հասարակության գիտակցության մեջ նախ փոխվեց մեր պատկերացումները աշխատաշուկայի մասին, հենց թեկուզ առաքման մեջ աշխատող ռուս շատ մարդիկ կան, որոնք շատ լավ մշակույթ են բերում այդ ամենը, ու հետաքրքիր է, այս դեպքում նույնպես Yandex աշխատում է ինչ որ տաքսոպարկերի միջոցով, մենք ունենք գործընկերներ, այդ գործընկեր ընկերությունները արդեն առաքման ոլորտում են աշխատում, այսինքն իրանք են զբաղվում հավաքագրումներով առաքիչների, բայց առաքիչները նույնպես հանդիսանում են ֆիզիկական անձիկ, որոնք այլ ֆիզիկական անձի տրամադրում են ծառայություն։ Եվ ինչ վերաբերվում է այդ մեխանիզմներին, գնահատումների եւ այլ նույն մեխանիզմները նաեւ տեղակայված են այս համակարգում։ Այսինքն եթե ինչ որ մի պատճառով առաքիչը, չգիտեմ, չի կարողացել տրամադրել պատշաճ որակի ծառայություն, կարելի է գնահատել, մեր համակարգը համապատասխան քայլերը կկատարի, որպեսզի որակը ծառայության բարձրանա։ Ես ուղղակի ուզում եմ նշել, որ առաքիչների աշխատանքը նամանավանդ, ինչ խոսքը վերաբերվում է մոտորների միջոցով, սկուտերների միջոցով կատարվող աշխատանքին, բավականին ծանր է եւ ցավոք մարդիկ հաճախ դա չեն գնահատում։ Մենք միասին զրուցում էինք դրա մասին եւ ես քեզ առաջարկել եմ, քանի որ մենք ունենք այդ սովորությունը, Yandex-ում կա սովորություն, որ նույնիսկ բարձր ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ եւ նույնիսկ միջին ղեկավարությունը տեղերում պարտավոր է դուրս գալ եւ կատարել համապատասխան աշխատանքներ, այսինքն առաքչի աշխատանք, վարորդի աշխատանք, դա կարող է լինել պահեստում աշխատանք, եթե օրինակ դա, չգիտեմ, Yandex Market-ի նման ծառայությունը կա երկրում։ Ես հավատացնում եմ քեզ, Դավիթ ջան, որ եթե դու մեկ անգամ, հələ չեմ ասում այս եղանակին, օրինակ աշնանը սկուտերով կենտրոնից մասիվ մեկ առաքում սննդի կատարես, դրանից հետո բոլոր առաքիչներին դու ինքդ մեծ հաճույքով նույնիսկ իրանք քո պատվերը չեն տանում, դու կկանգնացնես եւ իրանց թեյավճար կտաս, որտեղ դա ծանր բավականին աշխատանք է։ Եվ հետաքրքիր մի բան, որ տվյալ մարդկանց աշխատանքի կարևորությունը իրականում ի հայտ եկավ 2020 թվականին կոവിഡ്ի ժամանակ։ Մենք չենք գնահատում Մենք միջև այդ ընդհանրապես չենք գնահատում։ Կոവിഡ്ը շատ բան փոխեց։ Փոխեց այն, որ մենք հասկացանք, որ վարորդների դերը կարևոր է, առաքիչների դերը կարևոր է։ Եվ հետաքրքիր տենց մի զավեշտալի փաստ, որ ես միշտ ասում եմ, որ կոവിഡ്ը մեզ Հայաստանում օգնեց լուծել մի հատ երկրորդական խնդիր, որ մեր հայ ուղևորները սկսեցին նստել հետևի նստատեղի վրա, այլ ոչ թե դիմացի։ Դա կոവിഡ്ի պատճառով եղավ։ Ճիշտ է։
Իմ մոտ չէ, իհարկե ես միշտ սովորություն եմ ունեցել հետևում նստել, բայց նկատում եմ հիմա, որ արդեն մեքենայի դիմացի նստատեղը առաջ տված է արդեն, վարորդը արդեն պատրաստ է, հատկապես comfort plus ու business կանչելուց վարորդը միանգամից արդեն պատրաստ է ու շատ հետաքրքիր նաև մշակութային փոփոխություններ է դա բերում գիտակցության մեջ։ Հետաքրքիր էր, որ մենք սնունդ պատվիրելու սովորույթ չունեինք ու մենք շատ մեր ժամանակ էինք կորցնում դրա վրա ու մի 5-6 տարվա խնդիր, որը մենք պետքա տենց էվոլյուցիա ապրեինք, մի տարում COVID-ը փոխեց, մի քանի ամսում նույնիսկ։ Մեծ փոփոխություններ եղան, ցավոք այդ փոփոխությունները այն աստիճանի չեն, որ մեզ բավարարի, ամբողջովին, որտեղ մենք քանի որ կարող ենք կատարել համատական վերլուծություններ բոլոր երկրների հետ, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում, ես կարող եմ ասել, որ սննդի առաքման մասում դեռ բավարար քանակ չի։ Penetration հայերեն դժվար է բառը գտնեմ, penetration-ի քանակը բավականին փոքր է, եւ դա գալիս է նաեւ այն պատճառով, որ Հայաստանում սննդի պատվերի միջին չեկը բավականին բարձր է մնացած երկրների համեմատ, իսկ դա գալիս է նրանից, որ մեր մոտ QSR-ների, այսինքն quick service restaurant, արագ ծառայություն մատուցող ռեստորանների քանակը քիչ է։ Հետաքրքիր է։ Համապատասխան բրենդերի QSR-ների ավելացումը երկրում էականորեն կազդեն ծավալի վրա։ Հա։ Այսինքն մենք ավելի շատ ենք պատվիրում կոնկրետ մի տեղից, որովհետև ծառայություններն են քիչ։ Չէ, տեսեք, մարդիկ ավելի շատ պատվիրում են այն դեպքում, երբ որ կա արագ պատրաստվող եւ էժան ուտելիք։ Հա, մրցակցություն մեր մոտ չկա։ Քանի որ մենք չեմ ուզում բրենդերի անուններ տամ, բայց որոշակի բրենդեր ներկայացված չեն Հայաստանում, նման արագ ծառայություններ մատուցող ռեստորանների, դա բերում է նրան, որ շուկան այդ քանակի դեռ զարգացած չէ։ Ու թանկ ենք վճարում։ Եվ թանկ ենք վճարում։ Իսկ թանկ վճարելը բերում է նրան, որ այն սեգմենտը, որ ուտելիք է պատվիրում, ամբողջովին ավելի շատ խաչվում է, կարծում եմ, այն մեր օգտատերերը, որոնք comfort plus եւ business-ի օգտատերեր են, քան նրանք, ովքեր եւ էկոնոմի եւ կոմֆորտի։ Հետաքրքիր օրինաչափություններ են։ Հիշում եմ, երբ Yandex-ից եկավ Հայաստան, հիշում եմ, այս կարող եք չկտրել։ Հիշում եմ, որ Yandex-ից եկավ Հայաստան, շատ կտրուկ սկսեց մարքեթինգ անել ու Հայաստանում քաղաքում քայլում էին մարդիկ իրենց ուսերին գցած այդ Yandex-ից բաները, պայուսակները, դե երևում էր մարդկանցից, որ իրանք չեն աշխատանքի մեջ չեն, իրանք ուղղակի աշխատանքն է քաղաքում ճանաչելիությունը մեծացնել այդ պայուսակների ու այդ բանի Yandex-ի առաքման ծառայության, այս տեսանկյունից շատերի մոտ է այդ հարցը առաջանում, Արամ ջան, ինձ թվում է քեզից լավ ոչ մեկ չի պատասխանի, արդյոք Yandex-ը չի վերածվում մոնոպոլիայի Հայաստանում։ Տեսեք, կա կարևոր մի բան, որ մենք փորձում ենք հնարավորինս զարգացնել մեր բոլոր ծառայությունները։ Մեր հիմնական ծառայությունները ունեն գերակադիրք շուկայում եւ մենք հանդիսանում ենք տվյալ ոլորտների առաջատարները, համարյա թե բոլոր մեր ուղղություններով։ Ես դրա մեջ բացասական ոչինչ չեմ տեսնում, քանի որ կարծում եմ, որ այն քայլերը, որոնք մենք արել ենք եւ անում ենք, մեզ թույլ է տալի ասել, որ մեր ընկերության մշակույթը, որ մենք ունենք, որը վերաբերվում է նաեւ մեր մրցակիցներին, առաջին հերթին մենք խոսում ենք միայն մեր մասին, մեր ծառայությունների մասին, երբեք չենք փնովում մեր մրցակիցներին, չենք հանգարում եւ ավելին մենք բացառապես կողմ ենք ազատ մրցակցությանը։ Իհարկե, այն դերը, որ մենք ունենք շուկայում, դա բերում է նաև շատ մեծ պատասխանատվության, ինչի շրջանակներում էլ մենք նաև ակտիվորեն աշխատում ենք մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովի հետ, կարող եմ ասել, որ անցած տարվա վերջում բավականին մեծ լայնածավալ աշխատանք ենք արել, հենց այդ աշխատանքների շրջանակներում է, որ կատարեցինք նույն Yandex Plus-ի ռեֆորման, ինչի մասին մի քիչ առաջ ես պատմեցի, փորձել ենք ել ավելի թափանցիկ սարքենք մեր աշխատանքը թե վարորդի համար, թե ուղևորի,
Օրինակ այս պահին մենք ամբողջովին ցույց ենք տալի, թե ինչպես է կատարվում գնագոյացումը։ Քանի որ գիտեք, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրում տրամադրող հարթակները, ինչպիսին են մենք կամ Uber-ը, հա, նմանատիպ բոլոր հարթակները ունեն դինամիկ գնագոյացման մեխանիզմ, որը որ բալանսավորում է առաջարկը եւ պահանջարկը, շատ դեպքերում դա այդքան էլ թափանցիկ չէ ուղևորների համար, եւ հանձնաժողովի հետ համապատասխան աշխատանք են կատարել, դրա շրջանակում բերել ենք ձեռք ենք բերել պայմանավորվածություններ եւ որոշակի բաներ արդեն հասանելի են։ Օրինակի համար ցանկացած ժամանակ կարելի է հասկանալ եւ տեսնել դետալիզացիա, թե ինչից է բաղկացած գինը։ Այն կոեֆիցիենտը, որը որ այս պահին բարձր պահանջարկի պատճառով կիրառված է, ինչքանն է կազմում բազային գնից։ Հաստեղ տեղից տրամաբանական այդ հարցն է առաջանում, որ արդյոք երբ որ մենք ենք շուկայի առաջատարը ու մարդը մեզնից է օգտվում, գին չենք բարձրացնում արհեստականորեն կամ ուռճացնում այնքան, լինելով կազմակերպություն, որը ունի գերակադիր շուկայում, մենք բարձր գտնվում ենք համապատասխան հանձնաժողովի խիստ դիտարկման տիրույթում, բայց դրա հետ միասին բոլոր այն մասերը, որոնք որ թվում են ինչ որ չափով քիչ հասկանալի կամ ոչ հասկանալի թե վարորդի, թե ուղևորի համար, որովհետև երկուսն էլ հանդիսանում են մեր համակարգի օգտատերերը եւ դրանք երկուսն էլ մեր համար էական կարեւորության աստիճան ունեն։ Մենք մեծ աշխատանք ենք տարել եւ տանում, որ այդ հնարավորինս այդ քայլեր գործարկենք դա թափանցիկացնելու համար։ Նույն բավականին հաճելի քայլերից մեկը, որ կատարել ենք, որ արդեն կիրառել ենք համապատասխան սահմանափակում, որ երբ դինամիկ գնագոյացման ժամանակ գինը 2 անգամից ավելանում է, էլ ավել է դառնում պահանջարկի պատճառով, մենք մեր միջնորդավճարը չենք գանձում այդ ավել գումարից եւ այդ ամբողջ հասույթը գնում է վարորդին ուղիղ։ Ես կուզեի կարճ անդրադարձ ուղղակի անել, որովհետեւ շատ հնարավոր է, որ մեզ դիտող մարդիկ չեն հասկանում, թե դինամիկ գնագոյացումը ինչի համար է։ Կա պարզ բիզնես մոդել։ Մենք հանդիսանում ենք, ինչպես ասացի, հարթակ, marketplace եւ մեր հիմնական խնդիրն է բալանսի մեջ պահելու պահանջարկը եւ առաջարկը։ Սովորական ժամանակ marketplace-ը գտնվում է բալանսավորված վիճակում եւ ուղևորափոխադրման գինը կազմված է ստանդարտ մասերից, ինչպիսին է երթի ժամանակը, երթի երկարությունը եւ այլն։ Բայց լինում են դեպքեր, երբ որ պահանջարկը ավելի մեծ է, քան առաջարկը, օրինակի համար հորդարատ անձրև է։ Պարզ է, չէ, որ այդ պահին տաքսիով տուն գնացողների քանակը էականորեն բարձրանում է։ Եվ մենք ունենք 100 մարդ, որ ցանկանում է գնալ տուն տաքսիով եւ ունենք ընդամենը 10 վարորդ։ Հիմա մենք ունենք երկու խնդիր լուծելու այդ պահին։ A. Հնարավորինս ավել վարորդներ բերել գից, մոտիվացնել նրանց, որպեսզի նրանք դուրս գան գից։ B. Հնարավորինս այնպես անել, որպեսզի այն մարդիկ, ովքեր կարող են սպասել եւ այդ պահին չգնալ, նրանք սպասեն գնի պատճառով։ Դինամիկ գնագոյացումը լուծում է բալանսավորման հարց։ Եվ այդ բալանսավորումը, այսինքն դա դրանք հիմնականում պիկային գործողություններ են, որոնք հնարավորինս արագ նորից marketplace-ը բերում են բալանս։ Գայթակղում են, որպեսզի վարորդները շատ գումարի համար դուրս գան գծի, վարեն, իսկ պատվիրատուները պատրաստվելու վճարել։ Եվ դա նորից կտրուկ անկում է ապրում։ Առանց, տեսեք, հիմա ի վերջո դուք ունեք այս բաժակը եւ ունեք մեկ բաժակ։ Եթե դուք ունեք մեկ գնորդ տակ, մեկ գնով կվաճառեք, եթե ունեք 10 գնորդ, արդեն բաժակ եւ մեկ բաժակ, դուք էականորեն ավելի թանկ կվաճառեք դա։ Դա պարզ բիզնեսի կանոններ են, եւ եթե նմանատիպ մեխանիզմ չլինի, դա չի բերի նրան, որ ուղակի գինը կլինի ֆիքսված, դա կբերի նրան, որ մարդկանց մեծ մասը կբնան աշխատավայրում կամ դրսում։ Այո, քանի որ չի լինի մոտիվացիոն մաս, չի լինի մաս, որը հնարավորություն է։ Տեսեք, շատ դեպքերում մարդկանց թվա թե նա կարող է ստանալ հավարտագրություն, ասում է գինը բարձր է, կարող է, չգիտեմ, օգտվել հանրային տրանսպորտից։ Մեր խնդիրը որպես հարթակ, որպես կազմակերպություն, առաջին հերթին հնարավորինս շատ մարդկանց այդ երթը ապահովելն է։ Էական չի, մենք գումար վաստակում ենք այդ երթից, թե ոչ։ Եթե մենք կարող ենք ուղղորդել մարդուն եւ բացատրել, որ ինքը տաքսիով կհասնի կես ժամում, բայց այս պահին կարող է 10 րոպեով օգտվել հանրային տրանսպորտից եւ
հասնել ակետից բեկետ, մենք կփորձենք ուղղորդել դրան։ Քանի որ մեր ընկերության կոնցեպցիայի մեջ են այսպես կոչված մուլտիմոդալ երթերը, դա նշանակում է, որ մենք փորձում ենք ուղղորդել, որպեսզի մարդը կատարի իր երթը օգտվելով տրանսպորտի մի քանի տեսակից, դա կարող է լինել հանրային տրանսպորտը, հետո մեկ հատված գնալ տաքսիով, մյուս հատվածը գնալ ինքնագլորով եւ այլն, հա, դա մեր աշխատանքի հիմքերում ընկած կանոններից մեկն է։ Ինքնագլորը ստեղ տակը տեքստով երևի կգրվի, որ դա սամակատն է, կամ արդեն ասեցինք։ Հարց առաջանում է ստեղ, արդյոք այդ նույն մեխանիզմը գործում է Yandex-ի դեպքում, որովհետև եթե պահանջարկը մեծալի օրինակ ժամը 2-ին հաց ուտելը բոլորի գալիս է, որովհետև մեծ մասամբ աշխատավայրերում այդ ժամին ընդմիջում է ու հետեւաբար այդ ժամին մարդիկ սկսում են պատվերներ անել, պետքա որ պահանջարկը բարձրանա ու առաքման գինը բարձրանա։ Կա նման մեխանիզմ։ Եթե մենք խոսում ենք առաքման ծառայությունների մասին, կարևոր չէ դա Yandex-ի առաքումն է, թե Yandex առաքման ծառայությունները, իհարկե պահանջարկի եւ առաջարկի այդ բալանսավորման խնդիրը նաեւ ունենք այդ հատվածում։ Բայց ինչու՞մ է տարբերությունը, որ առաքման ծառայությունների դեպքում մեր մեքենայական ուսուցման մոդելները ի վիճակի են կատարել հնարավորինս լավ խմբավորումներ։ Այսինքն մեծ հավանականությամբ առաքիչը տանում է այդ պահին ոչ թե մեկ պատվեր, այլ մի քանի։ Քանի որ մենք ունենք մեր սեփական քարտեզները, մեր սեփական գրաֆերը, դա մեզ թույլ է տալի կատարել համապատասխան վերլուծություն եւ ճիշտ նշանակումներ անել։ Մի գծով գնա, մի գծով գնա։ Դա իրականում տաքսիում էլ է տեղի ունենում, Հայաստանում մի քիչ, բայց հիմա գնալով ավելի շատ է սկսել տեղի ունեցել։ Եթե ինչ-որ մեկի հետ հանդիպել է, կարող եք կոմենտ գրել։ Լինում է դեպք, երբ որ դուք պատվիրել եք, մեքենան ձեզ սպասում է, դուք դուռը բացում եք ու այդ պահին այլ մեկ ուղևոր է իջնում։ Իմ հետ։ Դա մեր համար համարվում է, որ մենք իդեալական համակարգ ունենք։ Այսինքն մենք կարողացել ենք ապահովել տվյալ մեքենայի ամբողջական ուտիլիզացիա, այսինքն մեքենան գետ 1 վայրկյան չի կանգնել։ Դա իդեալական մեքենայական ուսուցման մոդելի աշխատանքի արդյունքն է։ Ես կարող եմ ուղղակի պրակտիկ խորհուրդներ տալ, ինչպես անել, որպեսզի այդ դինամիկ գնագոյացման պիկ պահերին չլինել։ Եթե խոսքը գնում է սննդի առաքման մասին, եթե դուք դա կատարեք նախորոք, ինչքան շուտ։ Չգիտեմ, ասենք թող լինի 1 ժամ շուտ կամ 2 ժամ շուտ, քանի որ առաքման դեպքում դուք նշում եք, թե դա պատվերը երբ եք ուզում լինի։ Դա էականորեն կարող է ազդել, որովհետև այդ batching-ի մեխանիզմը, որ գոյություն ունի, հավաքագրման մեխանիզմը ինքը կօպտիմալացնի եւ կփորձի հնարինս կարճ ժամկետով անել։ Իսկ ինչ վերաբերում է տաքսին, օրինակ այն մարդիկ, որոնք կոնկրետ ժամին խնդիր չունեն տեղ հասնելու, օրինակի համար, չգիտեմ, գնում եք որևէ սուպերմարկետ գնում անելու եւ ձեզ պետք չի ժամը առավոտյան 9:00 լինել տեղում։ Որտեղ բոլորը շատ լավ հասկանում են, որ շատ մարդկանց համար այդ կլոր ժամերը աշխատանքի սկիզբն են։ Այսինքն դուք 10 կամ 15 րոպե հետո որ կատարեք, գինը էականորեն ցածր կլինի։ Բայց էլի, ինչպես ասում ենք, միշտ մեր ուղեղն է ուղղակի այդպես մարդկանց, որ 90% դեպքերում, երբ որ գինը ընդհանրապես 1 դրամ ավել չէ, ոչ 1 դրամ մասին չի հիշում, եւ բոլորը հիշում են այն պահին, որ քաղաքը կանգնել է առատ ձյուն է տեղում, չգիտեմ, հանրային տրանսպորտը չի գործում, կա մեծ պահանջարկ եւ բոլորը կարող են գրել, որ այ Yandex-ի կողմից գները Բարձրացել է։ Շատ հետաքրքիր էր, որ նշեցիր այն փաստը, որ երբ որ շատ 2 անգամ է բարձրանում գինը տարիֆի, վարորդն ամբողջովին գումարը ստանում, որպեսզի 2 անգամից ավել գումար ինչքան արդեն կբարձրանա, մենք այդ ամբողջ գումարի վրա մենք մեր էլ կոմիսիան չենք կիրառում։ 2x-ի մեջ է ձեր կոմիսիան տեղավորվում, դրանից վերևը ամբողջովին վարորդին, որպեսզի չստեղծվի տպավորություն, որ գերշահույթի նպատակով դուք գին եք բարձրացնում։ Շատ հետաքրքիր է։ Մի կարևոր հարցի մասին էի ուզում խոսել, որովհետև մենք արհեստական բանականության հետ ենք առնչվում անդադար ու թիմի հետ ուղիղ կապ ունի այս թեման, նայում եք քո ելույթը Silicon Mountains-ի շրջանակներում, որտեղ վերջերս էր, որ վերջինն էր, չէ՞ որ լոռիում եղավ, թե նախավերջին։ Եվ դրա շրջանակներում ասում էիր, որ AI-ը չի փոխարինի ամբողջովին մարդկանց, այլ կգա օգնելու մարդկանց, որպեսզի իրենք ավելի լավ աշխատեն, ավելի էֆեկտիվ աշխատեն, եւ դա առաջիկա մեր
տարիներին կարող ենք հանգիստ լինել, որ նման խնդիրներ, այս մոդելները, որոնք մենք ունենք, այդ խնդիրները չունենք։ Yandex-ը ունի իր large language model LLM-ը, հա, դա Alisan-ը, որին մենք դա ճանաչում ենք։ կոչվում է Yandex GPT, որի հիմքի վրա նաև Alisan է աշխատում։ Հիմա իմ կարծիքով, այսպես մի քիչ հարց կարծիք ասեմ, մրցակցային առումով ChatGPT-ի հետ ես փորձեցի այդպիսի բան անել, մարդկային առումով խոսել հետը։ Վերցրեցի ChatGPT-ին, ասում եմ պատմի ինձ անեկդոտ։ Ինչ որ անկապ բան է պատմում, որը ընդհանրապես ծիծաղալու չի։ Алисային եմ ասում եմ, Алиса, расскажи мне анекдот. Ասում եմ, как называется папа, который проглотил флешку? Ասում եմ, как? Polyglot։ Папка с файлами։ Հիմա ու ես 20 րոպե անդադար ծիծաղում էի այդ կատակի վրա, որովհետև Ալիսան հասկանում է, որ մարդկային ավելի շատ դա, ու մենք ավելի շատ կծիծաղենք հենց դրանից։ Ալիսան մի ձևի ուրիշ է, ընկերոջս ուրեմն ծնունդներ, այս տարի, չէ, անցած տարի Դավիթի ուրոլոգ, Էլին ոդկասթի յուրն ա եղել, ու մոլում էինք, ոնց որ ասի մտնենք զիգզագ, ես քեզ նվեր պիտի առնեմ, մտանք զիգզագ, գնացի ուղիղ բանի մոտ, Ալիսաների, կալոնկաների մոտ, ասի ես Ալիսան, ես քեզ պիտի նվիրեմ, այնտեղ կար նույնիսկ բաներ, տեսակներս գույների, որոնք մեկը այնտեղ ռոմանտիկ է, մեկը ռոմանտիկ չի, մեկը շատ դրուժելյուբնի է, ես ընտրեցի այն ամենավատը, պոշլին, որը կարար նույնիսկ ինչ-որ հետաքրքիր բառեր ասեր։ Այդ տվեց իրան, իր աղջկա ունը Ալիսա էր, տարավ տուն ու տանը միացվում է ու ամեն անգամ երբ որ իր աղջկան ձայն է տալիս, Ալիսան միանում է ու Ալիսա, երկու Ալիսա մի տարածքում են ու շատ հետաքրքիր է, որ ինքը ասում է, որ երեխան իր հետ խոսում է, իրանք իրար հետ լեզու են գտնում, ինքը բաներ է պատմում երեխուն, կարող օրինակ երեխու ռեակցիաներին պատասխանի, շատ հետաքրքիր է, որ մենք օրինակ ChatGPT-ում չունենք դա։ Այդ ո՞րն է այդ ֆիշկեն, որ ունի Ալիսան ու չունեն մյուս մոդելները։ Ես համարում եմ, որ Alisan Yandex-ի լավագույն պրոդուկտներից մեկն է։ Դեռ մինչև այս AI-ի հայպը սկսել է, ես չէի աշխատում դեռ Yandex-ում, 4 տարի առաջ էր, որ նոր տուն էի կառուցում, ես գնեցի բոլոր հնարավոր գոյություն ունեցող շուկայում personal assistant այդ սպիկերները, հա, այն ժամանակ Alexa-ն կար, Apple-ի այդ սպիկեր կար, բոլոր ինչ հնարավոր էր, Sber-ը ուներ իրանը, բոլորին առել է։ Եվ դեռ այն ժամանակ համատաբար ավելի հին նեյրոնային ցանցի վրա էր աշխատում, ամենալավագույնն էր, որը որ աշխատում էր որպես personal assistant, որը որ հիանալի աշխատում էր խելացի տան հետ, բոլոր տվիչների հետ, ես ինքս իմ ձեռքերով չնայած բարձր տեխնիկական մարդ եմ, բայց դրա հետ մեկտեղ Ալիսան թույլ է տալի առանց տեխնիկական գիտելիքների տունը խելացի սարքել։ Հիմա միջև այդ hype-ի դառնալը, տեսեք, կա մի կարևոր բան, որ ինչպես ենք մենք ընդհանրապես ծառայություններ կամ պրոդուկտներ ստեղծում։ Առաջին հերթին մտածելով, որ ինչքանով ենք մենք հաճույք ինքներս ստանում տվյալ պրոդուկտից օգտվելու, մեր ստեղծածից օգտվելու։ Այսինքն եթե մենք սարքել ենք մի պրոդուկտ, որը որ մեր թիմակիցները չեն սիրում եւ պատրաստ չեն օգտվելու, նշանակում է դա այնքան էլ հաջողված պրոդուկտ չէ։ Իսկ Ալիսան ամենասիրվածներից մեկն է եւ կարևոր մի բան կա, որ այն տվյալները եւ մոդելները, որոնց վրա կառուցված է, նա հաշվարկում է նաեւ մեր տարածաշրջանի մենտալիտետը։ Այսինքն Ալիսան Հայաստանում ուրիշ ձև է խոսում հայերի հետ։ Չեմ ասում հայերի հետ, եկեք ասեմ տարածաշրջան, հա, չգիտեմ, ԱՊՀ երկրներ եւ այլն, այսինքն նույն հումորի զգացումը։ Այսինքն ելնելով երկրից ինքը կարող, չգիտեմ, քրիստոնեական երկրում ուրիշ ձև հումոր անի կամ մուսուլմանական երկրում ուրիշ ձև հումոր անի, տենց կա։ Տեսեք, կա կոնտեքստներ, բարձ է որ այն երկրներում, որտեղ որ մենք Ալիսա վաճառքը որպեսզի պաշտոնական ենք կատարում, համապատասխան աշխատանքներ են կատարվում, դա կարող լինի լեզվի ուղղությամբ, եթե այդպիսի երկիր է, որի բնակչությունը մեծ է եւ այլ, օրինակ այս պահին ես եթե չեմ սխալվում, Ալիսան արդեն խոսում է ղազախերեն, ուզբեկերեն, անգլերեն է խոսում, մեր արաբական երկրների ներկայացնում արաբերեն է խոսում, անունը հարմարեցված է, այնտեղ կոչվում է Յասմինա, ոչ թե Ալիսա։ Այսինքն բարձ է կոնտեքստը լոկալ պետք է հաշվի առնել, որովհետև էական տարբերություն կա կոնտեքստի։
կարևոր բաներից մեկը, որ իհարկե LLM-ների ի հայտ գալուց, հա, ի վերջո մենք խոսում ենք արհեստական բանականության մասին կամ մեքենայական ուսուցման, դա այնպես չէ որ 23 թվականին նոր առաջին անգամ ի հայտ եկավ, ճիշտ է, այդ ամեն ինչը գոյություն ուներ, եւ այդ large language մոդելները ուղղակի ի հայտ եկան, որոնք կարելի է ասել թռիչքաձև ուղղակի աճ տվեցին ոլորտին։ Որտեղ մարդիկ իմացան դրանց Մարդիկ միջոցով իմացան եւ ուղղակի հնարավորություն ստեղծվեց շատ ավելի արագ տվյալներ ստանալ։ տվյալները մշակել եւ դրանց հիման վրա տալ ճիշտ պատասխաններ։ Համենայն դեպս ես հիշում եմ, որ երևի 10-ից ավել տարի առաջ էր առաջին անգամ, երբ որ նայեցի Her ֆիլմը, չգիտեմ նայել ես թե չէ։ Հա, այն որ կապվում է ռոբոտի հետ, թե Հա, հեռախոսի։ բանի հետ, ասիստենտի հետ, Հա, վիրտուալ, հա։ Ու այն ժամանակ դա ֆանտաստիկա էր թվում։ Մենք արդեն իսկ այդ տեղում ենք, այսինքն մոտ 10 տարի ընդամենը անցավ, որ հայտնվել ենք այդ ֆիլմի իրավիճակում։ Ես միշտ մատնանշում եմ, որ դրանից վախենալ պետք չէ, որովհետև այն գործիքները արհեստական բանականության, որ համենայն դեպս այս պահին կան, դրանք լուծում են որոշակի ուտիլիտար հարցեր եւ հեշտացնում են մեր կյանքը։ Չորնե զերկալը չենք ունենալու։ Դե Black Mirror-ը, տեսեք, Black Mirror-ի համարյա թե ամեն մի սերիային մենք շատ մոտիկ ենք տեխնոլոգիաների տեսանկյունից, բայց ես լավ օրինակ եմ միշտ բերում, Լաջան դու դրանից մի քիչ ջահել ես, բայց կարող է քո ժամանակ ելել, ասենք իմ ժամանակ դպրոցում կալկուլյատորից չէր կարելի օգտվել։ Չէր կարելի, այսինքն քննության ժամանակ դու կալկուլյատոր իրավունք չունեիր հետ տանել։ Մենք էլ չունեինք։ Հա, բայց հիմա կալկուլյատորն էլ է կարելի, չգիտեմ, համակարգչով դասի գնալ է կարելի հեռախոս։ Այսինքն շատ հնարավոր է, որ 10 կամ 20 տարի հետո ունենալ հեռախոս կամ այլ որևէ մի սարք, որը իր մեջ ունի արհեստական բանականության որևէ օգնական, առանց դրա այլևս չպատկերացվի թե ինչպես է պետք սովորել։ Այսինքն սովորելու process-ն էլ է փոխվելու, էականորեն փոխվելու է։ Այն աշխատանքները, որոնք որ ավտոմատացման կարիք ունեն, այո, բոլորը ավտոմատացվել են, բայց դա չի նշանակում, որ մարդկությունը կորցնելու է աշխատելու հնարավորություն, այլ հակառակը։ Սա եւս մեկ քայլ է, եւս մեկ, այսպես պտույտ է, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ ավելի որակյալ, ավելի արարչական, հա, ոնց դնենք, գործողություններ կատարել, որտեվ այդ բանի խնդիրն է, էլի, ձիերը ավտոմեքենաներով կամ շոգեքաշային մեքենաներով փոփոխման խնդրի նման մի խնդրի առաջ ենք մենք կանգնած։ Իհարկե մենք կարող ենք այն ժամանակ էլ ոնց որ լուդիտներն էին անում, պայքարել այդ ամեն ինչի դեմ եւ քանդել եւ չթողնել որպեսզի զարգանար եւ մինչեւ հիմա ձեռքով կբրթեինք այն փուճուր վագոնները, որի մեջ ածուխն էին տանում մարդիկ, հա, եւ կմնանք այդ զարգացման աստիճանում։ Հետաքրքիր բան ասեմ Արամ ջան։ Առաջին անգամ մեր ինտերվյուի ժամանակ ես ուզում եմ քեզ հակաճառել։ Լուդիտների պայքարը շոկեքարշերի կամ գլոբալ ինդուստրիալ հեղափոխության դեմ հետեւյալն էր, որ մարդիկ վախենում են, որ կկորցնեն իրենց աշխատատեղերը։ Հիմա մարդիկ հիմնականում են մարդիկ, որոնք տարածում են ալարմիզմ, որոնք տարածում են մտավախություններ կապված արհեստական բանականության հետ, ասում են հետեւյալը։ Ես փորձեմ մի տողով ասել են, ինչ ասում է Յուտկովսկին, Հարարին եւ մնացած բոլորը, որոնք խոսում են բացասաբար արհեստական բանականության հասցեին։ Ասում են խնդիրը որն է։ Մենք առաջին անգամ ստեղծում ենք մի ագենտ, որը կառաջացնի խնդիրներ, արդյոք ինքը ունի իրավունքներ, արդյոք ինքը ունի զգացմունքներ եւ արդյոք մենք դրանք պետք է հաշվի առնենք, այսինքն մենք կարող ենք իրավաբանորեն դատի տալ արհեստական բանականությանը, չենք կարող ինքը ինքնուրույն է որոշումներ կայացնում, այդ մենք գիտենք, բայց արդյոք ինքնուրույն որոշում կայացնելու համար ինքը պետք է պատասխանատվություն կրի եւ ոնց է այդ պատասխանատվությունը կրելու։ Դա մեկ խնդիր։ Երկրորդը մենք չենք կարող, ինքը black box է մեծ մասամբ, այն մոդելները, որոնք որ մարդիկ ձգտում են ստեղծել, դրանց մեջ կատարվող process-ները վերահսկելը գրեթե անհնար, որտեղ այնքան շատ ցանցեր են աշխատում, ինֆորմացիան այնքան շատ ցանցերի միջոցով է որոշումները կայացվում, որ այնտեղ չես կարող ուղղակի պատճառ-հետևանքային կապ գտնել, ինչ ինֆորմացիաներ ինքը հաշվի առավ, որ որոշեց հենց այս լուծումը տալ։ Ու հետեւաբար սև արկղերի դեպքում մենք չենք կարող
քննել կամ առարկել այդ լուծումներին, որովհետև ինչ գիտենք, օրինակ AI-ը ասում է եկեք հրաժարվենք դոլարից կամ լրիվ ուրիշ դրամաշրջանառության համակարգ է մեզ առաջարկում կամ բանկային համակարգ առաջարկում լրիվ փոխել, մենք չենք կարող դրա դեմ առարկել, քանի որ կարող է AI-ը մեզնից ավելի լավ գիտի, որովհետև ինքը հաշվի առել ավելի շատ փաստեր, քան մենք։ Սա երկրորդ խնդիրը եւ երրորդ խնդիրը, որ եթե մենք անցնենք այդ Ռուբիկոնը, որտեղ արդեն ինքը կսկսի ինքն իրեն զարգացնել, մենք կկորցնենք մեր մարդկային միակ ամենակարևոր ոնց որ առավելությունը բնության ու մոլորակի մեջ։ Դա որոշում կայացնելու կարողությունն է, այսինքն որոշումը կսկսի կայացնել արհեստական բանականությունը, քանի որ վատագույն մոդելը կլինի ավելի լավը, քան աշխարհի ամենահանջարեղ մարդը։ Այս երեք խնդիրները։ Ինչ կասես դրա հետ կապված։ Կա մի կարևոր հարց։ Եթե մենք խոսում ենք կրիտիկական մտածողության մասին, եւ եթե մարդ չունենալով կրիտիկական մտածողություն օգտվում է այս բային գոյություն ունեցող արհեստական բանականության գործիքներից եւ ցանկացած պատասխան ընդունում է որպես ուղղակի sense վերջին ինստանցիայի ճիշտ, այո, մենք ունենք իհարկե խնդիր։ Բայց պետք չի մոռանալ, որ նման խնդիր կա բավականին երկար ժամանակ, հա, նույն հիմա եթե մենք վերցնենք, լավ, մի քանի քայլ հետ անենք, օրինակ Վիկիպեդիան։ Օրինակ քեզ համար ի՞նչ է։ Մակերևութային ինչ-որ տեղեկություն տրամադրող տեղ, որտեղ Բայց քանի մարդ ես դու ճանաչում, որ ասում է դե Վիկիպեդիայում գրացել ուրեմն ճիշտ է։ Շատ։ Մի քայլ էլ հետ գնանք հանրագիտարան։ Սովորական հանրագիտարան։ Հիմա հասկանում եք որ սուբյեկտիվիզմ էր։ Չէ, ասենք հիմա նույն ասենք եթե բացենք մեր սիրելիան կանաչ գույնի 13 հատորանոց սովետական Հայաստանի հանրագիտարանը, հա, Արագիլ հրատարակչության։ Չէ, դե Արագիլիններ կանաչ։ Ոնց որ Արագիլ կար բանի վրա։ Չէ, դե ով է ինչ են երևի։ Հա, ով որտեղ մանկական ով ինչ է։ հանրագիտարան։ Այդտեղ կա մի սուբյեկտիվիզմ։ Այսինքն ցանկացած դեպքում ճիշտը մի հատ չի, բացարձակ չի ճիշտը։ Եվ այդ կրիտիկական մտածողությունը ամենակարևոր ձիրքն է, որ պետքա դասավանդվի եւ տրամադրվի նոր սերնդին, որովհետեւ ես իմ առօրյա կյանքում անընդհատ օգտվում եմ ԱԲ գործիքներից։ Դրա հետ մեկտեղ երևի վերջին 2 ամսում մի անգամ ա եղել դեպք, որ ես չեմ կարդացել պատասխանը եւ ավտոմատ copy paste եմ արել ու մեջը սխալ ա եղել։ Տարական սխալ։ Հրավեր պետք է ուղարկեի միջոցառման, ուղարկեցի DeepSeek-ին, որպեսզի ուղարկի տեքստը ստուգի եւ եթե պետքա ստիլիստիկ փոփոխություններ անի։ Այս ստիլիստիկ այնքան տարական բաներ չստուգեցի, մտածեցի դե ինչ պետքա փչացրած լինի։ Օրը ամսի 5-ից ամսի 8 էր սարքել։ Վաու։ Օրինակ, հա։ Այսինքն այդ կրիտիկական մտածողության հարցը դա ընդամենը գործիք է, որը քեզ պետք է հնարավորություն տալու պատասխաններ, բայց որոշումների կայացման եւ նմանատիպ խնդիրները ես կարծում եմ կրիտիկական մասերում պետք է մնա մարդու վրա։ Այդ մասում, այդ հատվածում ես խնդիր չեմ տեսնում։ Դրա հաջորդող տրամաբանական հարց արդյոք դու կարծում ես, որ կրիտիկական մտածողություն մենք կարող ենք սովորեցնել լայն հասարակության։ Դե իմ ասածը նա է, որ եթե մենք խոսում ենք դրա մասին, որ դա կարող է լինել ապատեղեկատվություն, մենք արդեն վաղուց ապրում ենք նման մի միջավայրում, որտեղ այդ ապատեղեկատվությունը բավականին շատ է։ Հիմա միջև AI-ի կողմից գեներացված կոնտենտը, իսկ այս բանը մենք գիտենք արդեն, որ AI-ի կողմից ավելի շատ կոնտենտ է գեներացվում, քան կրեատորների։ Այո։ Մենք հիմա ունենք այդ fake news ասած հասկացողությունը, չէ՞։ Եվ տեղ էլ մենք շատ լավ գիտենք, նաեւ մեր հասարակությունում մենք ունենք լայն զանգված մարդկանց, որոնք չունեն կրիտիկական մտածողություն եւ ցանկացած բան ընդունում էին բանի փոխարեն ճիշտ։ Էլ չեմ ասում, որ մենք ունենք տարեցներ, որոնք, չգիտեմ, Facebook-ում գրածա, ուրեմն ճիշտ է, Facebook-ում է, ինտերնետում էր գրածա, սուտ չի կարա լինի։ Այսինքն այդ կրիտիկական մտածողությունը նոր բան չի, որը որ պետք է ներդրվի, պետք է հնարավորինս դրա վրա շեշտադրում արվի, իսկ LLM-ները, GPT-ները մեզ պետք է հնարավորություն տան այլ ավելի լավ գործիք ունենալու, որը ոչ միայն տալիս է վերլուծությունը, այլ նաև ի վիճակի ասելու, թե ինչ ռեսուրսներ է ինքը վերլուծել, որ եկել է դրան։ Եվ ինքը ի վիճակի է բացատրել, թե խի է եկել այդ որոշման, ինքը գոնե այդ ուղղությունը կարող է ասել։ Այդտեղ գիտես չէ, ամենաառաջին ու ամենամեծ դիլեման է, որը մենք զրուցում ենք Հաբեթի հետ, որը տվյալագետ է ամերիկյան համալսարանում ու եկանք այդ խնդրին, ասում եմ
Okay, իսկ ով է ստուգելու արդյոք արհեստական բանականությունը ճիշտ վերլուծություն արել, ասում եմ դե մի հատ ուրիշ արհեստական բանականություն։ Իսկ դրան ասում եմ ով է ստուգելու, արդեն այդտեղ կանգնում ենք անվերջության։ Հա, բայց ի վերջո մենք գալիս ենք դրան, որ տվյալ մոդելները ավելի անաչառ են եւ սուբյեկտիվիզմը ավելի քիչ է, քան թե դա լինեն մարդիկ, ովքեր պետք է ստուգեին։ Եվ միաժամանակ սխալների դեպքում կորուստներն ու բան մեր համար լրիվ անհասկանալի են, քան երբ մենք ենք որոշումները կայացնում։ Այո, բայց դա կա մի կարևոր բան, որ լավ հասկանում եմ, որ ոլորտը կարգավորված չէ, դեռ երկար ժամանակ կտրամադրվի մինչև պետությունների մակարդակի վրա միգուցե նույնիսկ վերպետական ինչ-որ մակարդակների վրա պետք է ամբողջովին կարգավորումներ ունենք անվտանգության հարցեր, ունենք էթիկայի բավականին մեծ եւ բարդ հարցեր, բայց մենք չենք կարող դիմադրել այն փոփոխությանը, որը տեղի է ունենում եւ նույն այդ մարդկանց մասին որ դու մատնանշեցիր, որոնք իրենց անհանգստությունն են հայտնում։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն այդ քրիտիկական մտածողությունը։ Այո։ Դրա այդ պատճառով էլ հայտնում են այդ անհանգստությունը։ Բայց ցավոք պետք է ասել, որ այս բանին արհեստական բանականության գործիքներից նույն GPT-ից, էլի ChatGPT-ն որպես top product, մարդիկ օգտվում են Google-ի փոխարեն ուղղակի։ Իսկն ոնց որ դուք ունենաք հսկայական մի հատ մեխանիզմ, որը որ ձեզ, չգիտեմ, հնարավորություն է տալիս պատասխանել շատ հարցերի, բայց դուք ոնց որ Google-ի փոխարեն մեջը սովորական որոնողական հարցում եք տալիս։ Այո։ Ցուցահանդեսները, որ մենք միշտ էինք գրեթե Google-ը այդպես օգտագործում, բայց ինքը դրա համար ընդհանրապես նախատեսված չի ելել։ Այո, եւ ասենք ես մեկ-մեկ որ իմ հարցերը GPT-ին նայում եմ, ես ամեն օր սպասում եմ, որ ինքը ինձ գրելու ասել է 2 կոպեկ փող ես տալի, քթիցս բերում ես։ Դե այն քանակի հարցեր են։ Ու այդ հիմնական հարցերը, չգիտեմ, կարող լինեն, որ շատ հաճախ լինում է, չէ՞ որ ասենց շատ արագ մի բան ես ուզում իմանալ, եւ ուզում ես ինքը վերլուծած տա, դե Google-ը քեզ դա չէր տա, որպես այդպեսին։ Բայց դրանք այնպիսի հարցեր են, որոնք որ որոշումներ կայացնելու հետ կապ չունեն։ Օրինակի համար ասենք տարօրինակ վերջին հարցերից որ տվել եմ։ Ինչի բարձր հասակով տատիկներ չկան։ Իսկ ձերքը ջարդած չինացիներ ինձի չկան, օրինակ ոչ մեկ։ Չէ, օրինակ չկա, չէ՞, օրինակ բարձր հասակով տատիկ շատ քիչ կա։ Վերջին անգամ Հարի Փոթերում եմ տեսել։ Այսինքն, օրինակ նմանատիպ հարցի պատասխանը բարձր չէ, ոչ մի բանի վրա չի ազդելու։ Բայց հետաքրքիր է, ինչ էր պատասխանել։ Դե դա իհարկե որտեղ միջինացված է, քանի որ ընդհանուր առումով մարդիկ բարձրահասակ մարդիկ ավելի քիչ են, եւ քանի որ մենք այդ ծայրերի արժեքները ընդհանրապես հիմնականում չենք նկատում եւ դա միջինացվում է։ Բարձր որոշակի ինչ մի քանի սանտիմետր մարդը տարիքի հետ հիմնականում ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառով տարիքի հետ մի քիչ կուզաձևավորվում եւ այլն, բայց հիմնականում խնդիրը այդ դրանից է, որ ուղղակի մենք այդ ծայրի արժեքները չենք նայում, բայց ասենք էլի իմ հարցերը ես որ նայում եմ, դա մի ուրիշ աշխարհ է էլի։ Այս տեսանկյունից մի հատ շատ կարևոր հարց կա, որով նույնիսկ անհանգստանում են մարդիկ, որը վերաբերում է Ալիսային, արդյոք Ալիսան մեզ մշտապես չի լսում եւ մեր տվյալները ինչ որ միտեղ չի փոխանցում։ Ալիսայի մեջ, էլի ասում մենք ինչքանով ես եմ տիրապետում, քանի որ դա որպես այդպեսին Ալիսան դեռ Հայաստանում պաշտոնապես չի վաճառվում, մենք Yandex-ի ներկայությամբ չի, դա այդ վաճառքը կազմակերպվում, գոյություն ունի հատուկ մեխանիզմ, որը որ լսում է միայն այն հրահանգները, որոնք կարելի է։ Ինձ էլի տեսեք, դուք ասացիք, որ ձեր ընկերոջ աղջկա ունը Ալիսա է, բայց ունենք կարգավորում, հնարավոր է փոխել եւ սկսի արձագանքել, երբ որ Ալիսայի փոխարեն ասել Yandex, դե այն դեպքերում է, երբ որ տանը Ալիսա ունով մարդ գոյություն ունի, հա։ Բայց այն մարդկանց համար, ովքեր նույնիսկ դրան չեն վստահում, բոլոր Ալիսաների վրա կա ֆիզիկական կոճակ, որը սեղմելու դեպքում ամբողջովին ֆիզիկապես միկրոֆոնը անջատում է։ Դա էլ արված է նման, որպեսզի այն մարդիկ, ովքեր վերջնական հանգիստ լինեն, որ դա տեղի չի ունենում, կան որոշակի հրահանգներ, որոնք հեշտացնելու համար հիմա նույնիսկ Ալիսա բառը ասել պետք չէ, օրինակ երբ որ պետք է, չգիտեմ, ասել ավելի բարձր, ցածր, հաջորդ երգը, որսի չասել Ալիսա հաջորդ երգը, ուղղակի ասում ենք հաջորդ
երկը եւ դա ֆիքսված որոշակ բան։ Կա, տեսեք, մի կարևոր բան նաեւ, դա մեզ միայն չի վերաբերում, էլի գլոբալ նմանատիպ վախեր ունեցող մարդկանց եմ էլի ուղղակի ուզում ասել, որ տվյալներ հավաքելը եւ մշակելը բավականին թանկ գործողություն է։ Ոչ մի կազմակերպություն չի կարող իրեն թույլ տալ նմանատիպ ծավալի տվյալներ հավաքագրել եւ մշակել։ Իսկ այն ցանկացած կազմակերպություն, եթե հնարավորություն ունի ինչ որ մի տվյալ չհավաքագրելու, որը որ աշխատանքի համար հարկավոր չէ կամ օրենքով նախատեսված չէ, ապա այդ տվյալը չի հավաքագրվում։ Այսինքն դա մի քիչ այդ Անիմաց ռեսուրսի վատնում։ անիմաց ռեսուրսի վատնում է, իսկ ինչպես գիտեք, հիմա տենդենսները այդպեսին են, որ ռեսուրսները գնալով թանկանում են։ Այսինքն այս բանը ոչ միայն GPU-ներն են թանկանում, այլև հսկայական դեֆիցիտ կա աշխարհում, օպերատիվ հիշողության գները ուղղակի աստղաբաշխական են այս բանը։ Հիմա այդ three body problem-ն էլ լրիվ ու տվյալագիտության մեջ, որովհետև հիմա օրինակ Amazon-ն էլ մեծ data է հավաքում, բայց չգիտեն ինչ անել այդ data-ի հետ, մեծ մասամբ։ Ու այդ շատ փոքր տոկոսի հետ ինչ որ մի բան անում են, մենք դրա մասին իմանում ենք, որ օրինակ, չգիտեմ, SS ապրանքները պատվիրելու դեպքում ինք արդեն անալիզ անում, որ տանը հղի մարդ կա, սկսում է հղիներին առաջարկվող պամպերսներ կամ ապրանքներ առաջարկել, նույնը կարող ենք ասել տարբեր ուրիշ մոդելների հետ, օրինակ Google-ի կամ մյուսի կամ հենց հայտնի դեպքը բանի այդ Cambridge Analytics-ի, որի ուսումնասիրությունը Meta-ում Facebook-ի հետ համատեղ թույլ էր տվել Trump-ին հաղթել ընտրությունները, հատուկ թիրախավորված գովազդանելով այն նահանգներում, որտեղ մարդիկ հենց լայքում էին այնպիսի կոնտենտ, որը իրենց հետաքրքրում էր։ Բայց սենց օրինակները շատ քիչ են, որովհետև համեմատած այն դատայի, որովհետև այդ դատան շատ մեծ է հավաքվում, բայց այդ դատայից ընդամենը երևի 3-4%-ի հետ են կարողանում այսպես ինչ որ մանիպուլյացիաներ անել, մնաց անիմաց գնում կորում է։ Դա Հիմա այս իմաստով մի հատ էլի միֆ կա տարածված ամբողջ մեդիա դաշտում մի պահ մտավ, դուրս եկավ, բայց համոզված եմ շատերի ներսում նստված կա տվել, ուզում եմ այդ հարցին պատասխանես ի վերջո, մի ժամանակ շատ էր շրջանառվում, որ Yandex ադրբեջանցիներինն է ու հետեւաբար մենք ինչ որ անում ենք, բորշ ենք պատվիրում կամ գնում ենք մեր Խարբերտի բարեկամի տուն, մեր տվյալներ իրենք վերցնում են ու մեր դեմ են օգտագործում։ Այս մասով ինչ կասես։ դա շատ տարօրինակ միֆ է, որի սկզբնաղբյուրները շատ տենց տարօրինակ տեղից են գալիս, բայց ես կուզեի նշել, որ Yandex Հայաստանը հանդիսանում է Yango Group ընկերության մաս, որը գործում է 35-ից ավել պետություններում այս պահին, եւ մեր կենտրոնական գրասենյակը գտնվում է Արաբական Էմիրություններում, Դուբայում, եւ ճիշտն ասած նմանատիպ արտահայտություններ հնչում են այլ երկրներում, որտեղ որ ասվում է, որ բա գիտեք Yandex-ը հայկական է, որովհետև այնտեղ հայերեն են, չէ՞, Դե սկսենք նայել, որ Yandex-ի բադիմացի Յանը ի՞նչ է նշանակում, դա Յան հայրենն են էլի արել, Yandex, հա, տեղից է գալիս, Yangon էլ Յան գողան, երկուսի մեջ էլ մնացել է Յանը, ուրեմն հայերն են։ Հայեր առաջ։ Հա, բայց ես կուզեմ նշել, որ դա բացարձակ абսուրդ է, ավելին ինչու են շատ հաճախ ասում, որ Yandex-ը հայերինն է եւ հայկական ընկերություն է, որովհետեւ մեր ընկերության ամենաբարձր ղեկավարման կազմում կա ազգությամբ հայ Տիգրան Խուդավերդյանը, որը երկար տարիներ ունի համապատասխան պաշտոն Yandex-ում։ Հետաքրքիր է, որ նման միֆերի ու նման դավադրապաշտական տեսությունների հավատացող մարդիկ հիմնականում նաև հավատում են հակված են հավատալ այլ տեսակի դավադրապաշտական տեսություններին, մասնավորապես հրեաները կառավարում են աշխարհը, մասոնները որոշում են ինչ վթարներ կամ տերորիստական ակտեր լինի եւ այսպես շարունակ, ու դա հերթական միֆերից մեկն էր, որը ես անձամբ ինչի մի քիչ ժպիտով տվեցի հարցը, որտեղ ես գիտեի պատասխանը, քանի որ մեծ դիտողների մոտ տենց օթում կախված այդ հարցը, ուզում էի, որ անձամբ պատասխաներ։ Հաջորդ հարցը կապված է նրա հետ, էլի ծիծաղելու մի քիչ sense funny է, էլի, բայց այսա կասեն funny մանի, զվարճալի, այո։ Արդյոք iPhone-ից պատվիրելուց Yandex ծրագիրը չի իդենտիֆիկացնում, որ սա iPhone ունեցողը ուրեմն հարուստ է ու իր համար հատուկ տարիֆ մշակում, որ ավելի թանկ է, քան միջինում։
Դա էլ է հայտնի միֆերից մեկն է, որը կա բոլոր մեր շուկաներում եւ այլն։ Այսինքն բացի Հայաստանից էլի ուրիշ տեղերում էլ է այդ միֆը պատտվում։ Բոլոր մեր ներկայացան երկրներում նմանատիպ միֆ կա, որ եթե հեռախոս ավելի թանկ է, ապա գինը ավելի թանկ է, այդ իսկ պատճառով նաև այդ նոր գործիքակազմը, որը որ տեղադրել ենք, հստակ ցանկացած ժամանակ դուք կարող եք նայել գինը ինչից է կազմված։ Այսինքն ինչպիսի րոպեներ են ներառված, ինչքան հեռավորություն է ներառված, դինամիկ գնագոյացումը այս բանին ինչպիսին է, դա միֆ է, որը շատ հեշտ հնարավոր է ստուգել, տեսնել, որպեսզի նմանատիպ բան չկա։ Նույնը վերաբերում է նաև նրան, որ երբ որ մենք տեսնում ենք, որ հեռախոսի ակումուլյատորը բավականին քիչ լիցք է մնացել, նորից թանկացնում ենք, որպեսզի մարդը արագ պատվիրի, մենք նման խնդիր չունենք, որովհետև այն պատվերների քանակը միշտ բավարար է։ Ինչ պիտի ավելացնի, էլի այդ երկու հատ մանր բաները։ Մի խոսքով ամեն դեպքում մարդիկ Դա քաղաքային միֆեր են, քաղաքային միֆերը ես լավ եմ վերաբերվում, ինչի, որտեղ երբ որ դու դառնում ես քաղաքային միֆերի մի մաս, դա նշանակում է դու արդեն դարձել ես պոպուլյար կուլտուրայի, պոպուլյար մշակույթի մի մաս։ Եվ վերջո չմոռանանք, որ անկախ նրանից, որ մենք հանդիսանում ենք մեծ տեխնոլոգիական ընկերություն, բայց նույն մեր երկրում մարդիկ ասում են Yandex եք կանչում։ Այսինքն մենք տենց հավասարվել ենք, չգիտեմ, ինչ ունենք տենց Baxi-ին, Xerox-ին եւ նմանատիպ այլ բաներին։ Վերջին միֆը։ Ասում են, որ վարորդի մոտ եւ ուղևորի մոտ տարբեր ժամեր են նշված։ Այսինքն ուղևորությունը պետք է տևի օրինակ 17 րոպե, վարորդի մոտ ցույց է տալիս 17, ուղևորի մոտ ցույց է տալիս 19, եւ այդ տարբերությունը իբր արվում է նրա համար, որպեսզի ուղևորին ցույց տրի ավելի շատ ժամանակ եւ սպասելիքները գերազանցվի, երբ հասնում է 17 րոպե։ Այդ մասով ինչ կասեք։ Ճիշտ առաջ անգամ եմ լսում այդ միֆի մասին, բայց քան որ նմանատիպ միֆեր էլի լինում են, դա իրականում անիմաստ չգործողություն կլիներ մեր կողմից, որտեղ կարծում եմ հակառակը իմաստալից կլիներ, երբ որ մենք ավելի կարճ ցույց տայինք, բայց ավելի ուշ մոտեցնենք, որովհետև ի վերջո ուղևորը պատրաստ չի երկար սպասել։ Նամանավանդ Հայաստանի դեպքում, երբ որ միջին մոտեցման ժամանակը 2-ից 3 րոպե, ավել ժամանակի ցուցադրումը բերում է նրան, որ մարդիկ չեղարկում են ուղևորությունը։ Այսինքն դրա համար ինքը իմաստ չունեցող գործողություն կլիներ մեր կողմից, բայց կուզենամ նշել, որ իհարկե այն ժամանակը, որ մենք կանխատեսում ենք, իրականում կարող է փոփոխության ենթարկվել եւ երթի ընթացքում եւ միջև վարորդը ձեզ մոտենում է։ Ինչու՞, որովհետեւ մենք ունենք, ինչպես նշեցի, մեր քարտեզները եւ մեր գրաֆերը եւ մենք անընդհատ վերլուծում ենք ճանապարհային իրավիճակը։ Մենք բոլորս, մեր բոլորիս կյանքում Yandex-ի քարտեզները դարձել են քաղաքի տրաֆիկի վիճակը գնահատելու գործիք։ Եվ դա մենք անում ենք անընդհատ, այսպես live, հենց այս վարքյանի ընթացքում եւ ցանկացած նոր խցանում, եթե լինի ինչ-որ մի վթար եւ այլն, մենք ավտոմատ ի վիճակի ենք այդ պահի դրությամբ վարքյանների ընթացքում կատարենք նոր հաշվարկ եւ փոփոխություն, որպեսզի եւ վարորդը հասկանա ինչպիսի փոփոխություններ է կատարվել եւ ուղևորը հասկանա։ Շնորհակալություն Արամ ջան, հետաքրքիր զրույցի համար պատասխանեցիք բոլոր հարցերին, որոնք կարելի էր ընդհանրապես մտածել։ Եվ հուսամ մի քանի միֆեր կկուտակվեն առաջիկա տարիների ընթացքում եւ ես ու դու եւս մեկ անգամ կունենանք զրույց, գուցե 1 տարի կամ 2 տարի հետո։ Միշտ ուրախ եմ։ Շնորհակալություն։ Ինչ այսօր այսքանը շատ հետաքրքիր էր։ Բոլորին անվճար Yandex Plus եմ հյուրասիրում։